Տվեցի սրտս նրան, ուզեցի, որ նրան երգեմ Սկսել ենք մենք, հա, պաստոր։ Մենք արդեն սկսել ենք, իհարկե կադրից դուրս արդեն մի քանի անգամ բարևել ենք, բայց էլի բարև ձեզ։ Մենք այսօր Dinges խմբի հետ ենք ոդկաստ անում, հայերեն Dinges-ի, կարանք տենց ասենք Dinges-ի հետ։ Իհարկե։ Ու Dinges-ի մասին, Dinges-ի մասին բոլորը ովքեր ֆան են, լիքը բան գիտեն, բայց երգերով հիմնականում գիտեն, այսինքն տենց ինֆորմացիա Վիկիպեդիայի ինֆորմացիա շատ քիչ կա, ու երևի սկզբից մի փոքր տենց ձեզ ներկայացրեք ովքեր եք ու ինչ եք անում, տենց լրիվ Անտարկտիդայի բնակիչների համար պատկերացրեք, հենց մեզ այնտեղ են նայում, ու որոշի բան չգիտեն ձեր մասին։ Давайте։ Միկան Դե ես շատ բաներ եմ անում, տարբեր բաներ եմ անում։ Խաղում եմ թատրոնում, բեմադրում եմ, նկարում եմ, չգիտեմ, երգում եմ, ռեմոնտ եմ անում, որ պետք է լինում։ Տենց։ Okay։ Ես ինչ եմ անում։ Ես կինոօպերատոր եմ։ Ու այդքան։ Սկաներիկա չէ։ Մյուզիկ եմ անում, ես լինում եմ մեկ audio fiction եմ անում ու Darkman չեմ աշխատում մեկ։ Ես կան, բայց կինո եղել է իմ հիմնական բան։ Մասնագիտություն։ Դե մենք թամամետ իրականում տենց աշխատանքային մոտիկացել ենք ֆիլմի միջոցով, այսինքն մենք միջև այդ ընկերություն անում էինք, չեմ հիշում ինչի, բայց Через բան Նիդալն էր, էլի Նիդալն, ու ոբշենի կինո այդ կապված։ Բայց հետո երբ որ ես ֆիլմ էի անում, ես թամամին վերցրեցի որպես բան, օպերատոր։ Ու տենց մենք արդեն մոտիկ ընկերներ դառանք էլ կինոյի թվականն էր մոտավորապես 2009, չէ՞, նկարել ենք։ Այսինքն մոտավորապես մենք սկսեցինք այս երաժշտությունը այդ չէ, это в этом периоде было, да? Հա, որ մոնտաժ ենք անում, այդ ֆիլմը շատ երկար էր տևում, տենց ծանր էր այդ մոնտաժը, ու անդադ երկուսով էինք անցկացնում, բայց սիրում էինք ընթացքում ինչ-որ գիտարով նվագել, բան երգել, ինչ-որ տենց բաներ անել։ Իմպրովիզներ բաներ ու տենց ոնց որ ինքներս մեզ զվարճացնելու, զբաղացնելու համար սկսեցինք, որոշեցինք ինչ-որ բան անել, հավաքել ինչ-որ։ Ինչ ֆիլմեր։ Ժանան եւ ձայները այդ իմ ֆիլմն է։ Ակո ֆիլմներ հենց ոչ թե դու աշխատում Չէ, իմ ֆիլմն է, ես ռեժիսորն էի։ Մեր դեբյուտներ, չէ՞։ Հա, դեբյուտներ, թամամի դեբյուտներ էր որպես օպերատոր։ Տենց։ Իսկ միջև ֆիլմը առանձին ինչով եք զբաղվում այդ ռեմոնտ բանը, թե ինչ գործեր էր։ Ես Սիրիայում էի այն վաղտ։ Ես ստեղ եմ ավարտել բանը, Տատերական ինստիտուտը ու գնացի բան Սիրիա։ Հետո այն ամառը եկել եմ պրոստոսես 2 շաբաթով, հա, մի հատ մուլտիկ եմ արել կնոջս հետ։ Ուզում եք բանը պրոստը այդ բարատոնին բան տանք, այդ Ռիանիմանյան։ Դեր կա չէ Ռիանիմանյան։ Հա։ Դες տիպա 2 շաբաթով գանք բան պրոստը ֆրֆրանք ու մի կան ասեց ուզում ես նկարես իմ ֆիլմը։ Հա, ես այդ մուլտը տեսա իրա ու տենց դուրս եկավ ոճը ու ես ասացի արի աշխատենք։ Իսկ ես միջև այդ ես թատրոնով ամեկում եմ աշխատել, արում եմ աշխատել, որ նոր բացվել էր արը, հետո տենց տարբեր հեռուստատեսություն, թատրոն հիմնականում տենց։ Իսկ երգել սողական այդ բանը, այսինքն երգելը որտեղ ա եղել, հենց Dinges-ում, թե միջև այդ ինչ որ դու այնտեղ Dinges-ում ես միջև այդ ոչ մի մասնագիտական չինեմ վոկալ։ Չէ, սենց ընդհանուր պիանկեքի ժամանակ տենց բան գիտարով, հա, տենց բաներ։ Կրթություն երաժշտական Ես չէ, թամամը ինձանից կիրթ է այդ առումով փարկասո, ոնց ոնց նայդ նոտ էլի։ Տենց դրա համար այդ առումով թամամը բան է անում ես։ Տենց բանն եմ էլի, ինքնուսն եմ։ Իսկ ուզել որ թամամ ինչ որ մեկը լիներ Միկայի փոխարեն, որ գիտի նոտաներ ու քո գրածը շատ է կռվել այդ թեմաներով։ Լիքը, հա։ Հա, շատ։ Չէ, նոտաների թեմայով չենք կռվել, բայց դե մենք իրականում մենք շատ տարբեր ճաշակ ունենք երաժշտական։ Թամամը տենց ծանր երաժշտություն, պրոգրեսիվ ռոք, բանը չոս բաների մեջ ավելի շատ ես զզվում եմ այդ ամեն ինչից։ Ես տենց պապսավիկ եմ ու տենց ես կարամ Taylor Swift-ից սկսած ինչ ասես լսեմ,
բան, ոչմ խառն է մոտ իմ այնտեղ բան էլ կա էլի այդ greatest hits-ի մեջ ասենք բանն էլ կա, ռուկի վերքն էլ կա օրինակ։ Այդ ռուկի վերքը այդ հարցով Արտուրին ռուկի վերքի երեկոներ ակասն Ալյոշկացի։ Հիմա այդպես որ ես ավելի բան եմ, դրա համար ինչ էի ասում, այդ ինչ ոնց է Դե իրականում մենք չենք տենց չենք կռվում, բայց ես ասեմ, չգիտեմ Թամակամաձենի թե չէ, ես մի քիչ ոնց որ ավելի սենց կուստարնի կեղտոտ սաունդ սենց ինչ որ բան, թամամ միշտ ոնց որ ձգտելա, որ այդ ամեն ինչը շատ ավելի սենց մի անգամից ուրեմն հաջորդ հարցը միջև Արտուրը հարցերը մտածում է հենց այդ կուստարնի բաղ էլի ոնց որ լիքը մարդ գիտի որ դուք հեռախոսով եք երգերը զապիս անում ու ինչքանով է տենց ու ոնց եք հենց iPhone-ով կամ բանով չէ սկզբնակ давайте это всё Давай. Հա դե հա начале տենսեր բան կոմպով էլի այդ լապտոպով այդ որով մոնտաժ էինք անում նույն հա այդ մոնտաժնի այդ բան կոմպը ասես просто այդ միկրոֆոնի վրա ասես մոտիկից հա բան չանեմ հա առաջի քանի երգը մի 4-5 երևի да первый период весёлый наш период Веселый период միջև հա 14 տվին հա տենսեր կոմպով է այդ բանով sense այ կներեք ակալած փորձես ասենց երկում էի տես Billie Eilish-ով էլի ու բան ու տենց այդտեղ էլ հավաքում էինք ամեն ինչ առաջի երգը այդ բանն էր թողու գնա բայց ինքը լրիվ sense կատակի նման մի բան էր էլի մենք չէինք մտածում որ այդ ամեն ինչ ինչ որ շարունակություն կունենա Թողու գնային նախապատմություն կար չէ ինչ որ հետաքրքիր ինչ որ տոլի վիճիրինկայի ժամանակ եկես չէ Արագի ոդկասթից եմ հիշում իրականում թողու գնայի այդ մեծ հաշվով չէ ոչ այդ բանի հեղինակը Լիզան է չէ՞ Լիզային դու գիտես Ներսիսյան Լիզան Ну, тենց անձամ չէ, բայց а это ты помнишь, нет, что это Лиза придумала? Это թողու գնա տարօրինակ։ Էլի տենց ինչ որ պիվով միվով մենք sense դուրաճից էինք ելնում ու բայց այդ բանը, այդ ոնց եմ դրան ասում հայերեն։ լիրիքսը Չէ, припева։ կրկներքը այդ Լիզայի բանն էր, թողու գնա տարօրինակ մեքենա։ Ու ինչ որ տենց իմպրովիզ տեքստեր կար։ Ու նույնիսկ այդ դինջիզն էլ կարծեմ իրանից եկավ, որտեղ դինջ, հետո տենց սկսեցինք ծիծաղել BG's դինջիզ, ու տենց այդ BG's-ից այդ դինջիզը եկավ, տենց դարավ։ Հա, դե անունս որն է, մենք չէինք մտածում որ պետք է մի բան լինի, տենց խնդում էինք, որ տիպը բան DJ's, դինջիզ։ Ու այդ բանը կար այդ կրկներքը։ Իսկ հետո որ արդեն ես ուզում էի որ անեինք, ես համտածում էի ինչ տեքստ կարելի է դնել, ինչ տեքստ կարելի է դնել, ու իսկ ես այդ բանաստեղծությունը ես շատ վաղուց ֆիքսել է այդ ինչի չես խոսում հայերեն, որտեղ ինքը տենց իմ համար բանաստեղծություն բանաստեղծություն Նայիրի Զարյանը ինչ որ տենց բան կար էլի իր մեջ տենց հետաքրքիր ու ես մտածեցի որ այդ մազալու կլինի այդ ինչի չես խոսում թողու գնա տարօրինակ մեքենա ու տենց բան արեցի ու ինքը լավ նստեց այդ տեքստը ու դե ես թամամին բան արեցի կլիպ է կա այդ երգին կլիպը հենց իմ տանն էլ արել ենք որտեղ դեմքերը չի երևում, բայց երկու ինչ որ sense Երևանցի ակնոցով եմ գա։ Չէ, ակնոցով է դեմքները երևում է։ Այդ ակնոցի իդեալն էլ չի հասկացում ով է, то есть ինչ որ հա, փակել էինք։ Յանեմ տենց պիտի շարունակեի այդ ակնոցներով, բայց դա էլ իրանց սպառեց այդ թեման դուրս եկավ։ Ընդհանրապես կլիպներ բան դուրս եկել է։ Ամեն թեման հենց մի երեքով սպառում է, մի բան անում եք, հետո նույնիսկ երկրորդ անգամ ոնց որ չեք անում։ Դե որտեվ սկզբից ինքը մի քիչ sense բան ուներ իր մեջ, sense խաղարկային ինչ որ մի պահ կար, բայց հետո երաժշտությունը մի տեսակ ոնց որ այդ բանը կորցրեց, արդեն այդ մի քիչ արդեն ձևական կլներ էլի անդադ այդ ակնոցներով բան sense որտեվ Ինկոգնիտո մնայեք բանի Բայց էնիգմայի պես բան պաթոս կլներ այդ ամեն ինչի մեջ, ինքը sense ոնց իրան սպառեց, բայց մի քիչ բանում էլ կանք տենց այդ Ուտեմ քեզ։ Հա, ուտեմ քեզ։ Ուստվեր։ Հա, ուստվեր։ Այ Արեգն էլ նկարել էր այդ ձեր մոտ բրծավ է թեման, հետո Արեգը ձեր ընկերը Արաքելյան վերցեց այդ ակնոցներով ու տրիբյուտ համերգ արեց չէ հենց այդ ակնոցներով են իրանք բանանում Արեգը նույնիսկ խումբ ուներ ինչ որ անունը ինքա դինջուզը դինջեզը ինձ ասել որ տիպը ասել դինջերի համերգն է ու տես դիքը մարդ եկել էր ու իրանք էլի կարծում չոր խալատներով են բանում են այդ ակնոցներով մարկը չէ ջոնում որ այդ չի Արեգը իմիտացիա էր անում ոնց Վարտանի հետ Վարտանի հետ կամամ էր անում տես այս սիմֆոն ավելի շատ են հին զադրոտների համար ովքեր ֆանն են էլի Թողու գնան, ես վերջերս շատ էի լսում հանգամանքների բերումով
երեխես ահավոր սիրել է 3.5 տարեկան է, սա որ տնով վազում է, գորմա թող ու գնա տարօրինակ եկենա։ Քեզ ասել Լսի, տենց խառը ու շատ բան, սիտուացիոն տարօրինակ օգտագործում է, օրինակ տիպը ինչ որ իրավիճակում, ասենք ինքը կարող է ինչ որ իրան հարցնես, ինչու չես խոսում հայերեն, ինքը ասի ես երկեմ ուսում քեզ համար, կամ ասենք քեզ դժգոհա լացում է, մեկը գոռում է, թող ու գնա։ Portim поколение. Չէ, наоборот, դա поколение веселятся։ ու այդ ես քեզ պատմում եմ, որ այդ դիսկներ կար իմ մոտ տանը, այդ մեր բանաստեղծները, որ կարդում են իրանց բանաստեղծությունները, Սևակ, Շիրազ, բան ես կոմենկոմ։ Ու այդ ժամանակ որ այդ անում էինք, այդ Շիրազը ինձ թվաց, որ կայֆ կլինի ինքը այդտեղ որ մեկ էսած մտնի, իր խոսքով հենց իր խոսքով, իր այդ տեքստով, այդ բանաստեղծությունով, տենց։ Իսկ вообще նոր մտածեցի այդ Շիրազն է կարդում, այնտեղ միտեղ Սևակն է կարդում, ու ոնց որ всё, չէ, որ իրանք են էս կարդում ձենով։ Սևակը Հա, այդ գաղափարներն են սպառեց, էլի։ Հա, իսկ եղել է որ տես մտածեք դու ես լավ կարդում, թե ինքը հենց իր գրածը, որովհետև հեղինակները իրանց գրածները Բրոսկին որն է կարդում է, շատ վատ է կարդում, բայց այնքան վատ է կարդում, որ լավ է ինչ որտեղ էլի։ Հիմա իրանք լավ են կարդում вообще։ Իրանք կանեն դինջեր բացեին։ Այդ չի կարա ասեմ ես, դու ասես, Դա իրական մեկ է իրանք ոնց են կարդում։ Այն Ինձ ժամանակ- կարևոր է որ իրանք են կարդում։ Իրանք կարդեն Կոմիտասը մյուզիկը դներ, տենց իրար։ Հա, ես ճիշտ ասած չգիտեմ լավ բանաստեղծություն լավ կարդալը կամ վատ կարդալը որն է։ Քանի ես վաղ շրջանի մեջ ենք, ուզում եի հարցնեի, մինչև դինջեզի սկիզբը դու вообще տենց տիպի երկերի մտքերի ձյաներ ունեցել ես, то есть այդ տիպը լրիվ ինչ որ ջայել տարիներից կուտակված տենց եկած մի բաներ, թե պրյամը հենց այդ ժամանակա իդեան առաջացել։ Որ իդեան երկելու Ասեն տենց տիպի գիտարով հայ Չէ, հայ պոետների հետ իմ մոտ բնականաբար գիտարով ոնց որ բոլոր ենթադրում եմ բոլորիս մոտ տենց պիրուտ եղել է այս ամեն ինչը, այդ իրականում այս բոլոր Չարենցի բոլոր այդ Չարենցի կոնկրետ բանաստեղծությունները շատ բանից է եկած։ Այսինքն ես ունեմ մի հատ գիրք դպրոցական գրադարան Չարենցի ու բոլոր այն բանաստեղծությունները, որ ես այդ, չգիտեմ, քանի տարեկան էի, 15, 16, չգիտեմ, 20, ենթադրենք, որ ես այդտեղ կարդացել եմ ու ինչ որ բլմբլել եմ Մարիոյից թվացել է, որ այդտեղ կարելի է երգել, իրականում այդ բոլոր բանաստեղծությունները ասես հետևողականորեն մենք հետո իրականացրել ենք։ Բոլորը։ Ու դրա համար մի տեսակ էս ինչի է, ինքը ասես մի տեսակ վերջացե, հիմա չեմ ուզում ասեմ, որ վերջացել է, բայց ինչ որ իմաստով, որտեվ այդ բանաստեղծությունները, որը ֆիքսվել էին, իրանք վերջացել են այդ գրքից։ Իսկ ուրիշ գիրք ես չեմ վերցրել։ եթե կարա գիրքներ իրեն։ Հա, որտեղ օրինակ գիշերը հոգնած նստել սենյակում բան այդ երգը ինքը շատ հին է, կոնկրետ այդ երգը։ Այսինքն կար այդ բանը, բայց այն իդեան բանաստեղծների բան հայ պոեզիա բան այդ չէ, այդ ծնվեց ընթացքում։ Իմ համար այդ էր, որտեվ դե տարբեր տեղերից ինչ որ տենց լսել էի, բայց համել այդ իմինը երկերի մեջ այդ շատ ուժեղ տենց նոստալգիչիսկի մի հատ բան կա, էլի շատ է ինքը սենց ինչ որ բան է եղում։ Իմ մոտ միշտ տպարություններ, որ այդ եղել է տենց մի հատ մատերիալ, որ քո մեջ տենց եղել է, կուտակվել է, հետո դու իրան տենց վերածել ես պրոյեկտի։ Հա, Չարենցի հետ կապված կոնկրետ իմ հարաբերությունները տենց ավելի տենց ինտիմ են եղել։ Հետո ուղղակի որ այդպես սկսեցինք աշխատել, քանի որ այդ իդեան կար, այդ բանաստեղծություններ, հայոց լեզու բլա, ինքը մի քիչ sense սկսեց ուրիշ տեղեր գնալ, տերյան բան, sense։ Ես անկեղծորեն փորձում էի ինչ ուրիշ բանաստեղծներ այդտեղ բան անել, ինտեգրեի, բայց չստացվեց։ Չարենց Տերյան, Տարեն Տերյան ու ես։ Sense։ Իսկ Համեստորեն ասում, понятно, որ այդ բաների որ պահ եղավ, որ այդ իդեան, այսինքն որ այդ նախնական փուլը, ասենք արեցիք, կայֆ ստացվեց, մի երկ ստացվեց, երկու ստացվեց, որ ինքը դարձավ այդ իդեան, որ ասենք պետք է ավելի շատ ուրեմն տենց խորանալ, այդ հայոց լեզվի թեման առաջացավ, հայերեն պոեզիայի շուրջ տենց կենտրոնանալ շարունակել։ Այսինքն ոբշեմ կարոջը գավերը հասկանալի է, ինքը սկզբում ոչ թե եղել է իդեան, այլ եղել է ինչ որ դու կարել եք, հետո իր վրա արդեն ոնց որ աճել է այդ մնացածը, պրոստը հետաքրքիր է էլի ոնց եղավ։ Չի կարծում որ կար տենց ինչ որ բան որոշում որ խոսել ենք դրա մասին ու արի սենս անենք։ Մենք չենք խոսացել, քանի որ Թամամը все-таки հայախոս չի, ինքը այդքան ռեֆլեքսիաներ չունի հայոց լեզվի կապված։ Ինքը ավելի շատ ոնց որ այդ երաժշտական այդ ամենի ստեղծագործական բանի մեջ էր, բայց այդ կոնցեպտուալ բաները բնականաբար իմ մոտ ավելի շատ կար, որտեղ ես ավելի շատ էի
դրա մեջ։ Այդ իդեան կա, դե առաջինը հենց այդ ինչու չես խոսում հայերենից, այդից ոնց որ ինքան ոնց որ այդ բանը տվեց, կոնցեպտը։ Հետո ես բանը ոնց որ ինտուիտիվ հասկանում էի, որ այդ կարևոր բան է։ Ես զգում էի, որ այդ կարևոր է այդ բանը, այդ սա բանաստեղծությունները, որոնք մենք դպրոցում տենց անցել ենք, ոնց որ իրանց բան անել, էլի, դեկոնստրուկցիա անել ոնց որ։ Դպրոցում վատ ենք անցուցում եմ, որ անգիրեն ստիպում սովորել։ Քանի որ ես զգում էի, որ իրանց մեջ ուրիշ պոտենցիալ կա, որ իրանք տենց չեն, ոնց որ մենք իրանց գիտենք, դրա համար իմ մոտ կոնկրետ կար այդ բանը, ես զգում էի, որ այդ լավ բան է, լավ իդեա է, իրան պետք է բան անել, ու բացի դրանից, որ լավ իդեա, դե հիմա լիքը մարդիկ կան երգում են պոետների, ես հասկանում էի, որ իրան պետք է մի քիչ անսպասելի ձևով ոնց որ բան անել, էլի, այսինքն որ մարդը իրան այսօրվա մեջ տեսնի։ Դե չէ տենց մեշանել է երգում։ Ադար գրանք արդեն էտելի iPhone-ով զապիս անելու բան հեռախոսով այդ գործիքը դեր ուներ, որ վատ տեխնիկայով, ասկան միկրոֆոնով չեք զապիսանում, ստուդիայում չեք զապիսանում, հենց հեռախոսով եք ոնց որ ինչ-որ մեկին voice message ուղարկեք ու այդ երգն է գալիս, էլի տենց է ընկալումը որ լսում եմ ու այդ շատ բնական է։ Ես մտածում եմ, որ քանի որ մենք լիքը ինչ որ ներքին խնդիրներ ունեինք, որ մենք լուծում էինք, այսինքն օրինակ այն, որ ինչ որ պրինցիպի պահ կար, որ մենք չենք ուզում այս ամեն ինչից ապրանք սարքենք, որ ինքը չունի ինչ որ կոմերցիոն եսիմինչ, որ ինքը այն չի, որ դու մի երկու հատ տես տանը երգեցիր, հետո արդեն գիտես այդ համերգ եմ տալի կամ ստուդիա վազեցի, որտեվ այդ տանը իսկ այ հիմա դրա համար մենք պրինցիպիալ մնում ենք ու այդ ամեն ինչը մեզ ոնց որ անկախ էր պահում, այսինքն մենք ոնց որ թքած ունեինք այդ, բայց այդ նաև իր հետ բերում էր ոչ, ինչ որ մի հատ ստիլիստիկա հասկանում ես ու այսինքն մենք երբ ուզում էինք, ոնց ուզում էինք, գրում էինք ու լիքը ես լսել եմ, որ ինչի չեք գնում ստուդիայում, ախրան որակը, ախրեսանա ժամանակ առ ժամանակ կար այդպես ցանկություն, որտեվ դե գալիս էր ինչ որտեղ միացնում էին, դու զգում էիր, որ ինքը չի ձգում լավ դինամիկով, որտեվ հա, լավ։ Բայց քանի որ այդ իդեան մեկը կար մեր մոտ, մենք ոնց որ սենց միջև վերջ տենց էլ պահեցինք, էլի։ Ինձ թվում է դա բարձ էր, որ ուզում եմ ասեմ, որ երկրորդ երկի վրա այդ ստվեր ու լրվել ենք մի 6 ամիս, չէ՞։ Այդ դստվերի ուրիշ պատմություն է։ Սես արանժիրովկան, չգիտեմ ինչ, բան, սես 15 տրեկով տտտա ու հետո բանը։ Դա թամամի մեծ կամից չէր խոսում։ Որտե մենք ստվերը, այդ ստվերը որ կա YouTube-ում, այդ առաջի այդ սենց Առաջի բան դրաֆտն է։ Հետո 6 ամիս Հետո 6 ամիս մենք իրան մզցրել, բրծրել, ես ինչ ենք արել, իսկ ես շատ անհանգիստ եմ, ես միշտ ուզում եմ որ ու մենք մի օր Արեգին էլ, այդ կակրաս Արեգ был, да? Արեգներ եկել ու մենք LSD-ի Արեգը։ Մենք ինչ-որ խմեցինք, մմեցինք ու ես կպա թամամին ասի դիր YouTube։ Այն դրաֆտը առաջին ամենաբանը։ Թամամ ոնց կլինի, այդ ինտեղ էս վատա այնի վատաբան, в общем, դե կարամ ես տենց նստեմ էլի։ Նստեցի ստիպեցի, թամամը դրեց, ատում էր ինձ։ Բայց դրանից հետո բարձ всё как бы стало ясно, էլի, ինչա ոնց աշխատում։ 6 ամիս լավ մշակեք ինչ որ ստուդիայի vibe ստանաք, որ հետո հասկանաք այդ պետք չի ու հաջորդ բոլոր երգերը արդեն այդպես չէի կանում։ Չէ, հա, չէ 6 բոլոր երգերը մենք 6 ամիս արել ենք։ Հիշացա որ Այս միշտ հետո դրաֆտը առաջինն է։ Չէ, բայց արդեն չէինք փորձում իրան այդ սաունդի մեջ գնանք էլի բախտ։ Ես թամամին հարց ունեմ։ Իմ ուզում եմ քո պերսպեկտիվան պատկերացնել։ Օրինակ մի կան ինչ որ sense իդեաներ ունի, երգեր ունի, չերնավիգներ եւ ընթացիկ ինչ որ բաներ, հայ պոետներ, այն դասագրքից մնացած իր բաները, դու вообще ոնց ես եկել, այսինքն ոնց է քո համար եղել այդ պերսպեկտիվան։ Եկել եմ մեջը, հենց հա, պրոստը Իսկ դու ես հասկանում եմ հավաքելու բան հավաքելու, տեղ ունես սովորել։ Ունեի, ես Սիրիայում մի հատ խումբ ունեի, ուսես նույն վիճակ էր, ես ու մի հատ մոյ դրուկ, ուսես հավաքում ենք ու ինքը բանա այդ բարերը բան գրում, ուսես դասական արաբական տեքստեր, այսինքն ոչ թե հայտնի բան պոետներ, ինքն է գրում, բայց շատ դասական էր, ու տես բան չկար այս ոչի մեջ, էլի սենց էլեկտրոնիկա, բան, կիսա ռոք, կիսա պոպ, ուսես հավաքեցինք, մի ալբոմ ծարկեցինք, ու վсё,
ես ինքը գնաց Ֆրանսիա, ես եկել եմ Հայաստան, բան։ Ու տենց մի կան տենց է իմացել, որ ինչ-որ բան հավաքում եմ։ Հա, հասկացա։ Հա, դրանից հետո Ես բռնվեցի թամամից, էլի, որովհետև ես որքանի որ ես միշտ եմ ուզեցել ինչ-որ տես մի բան անեմ, բայց միշտ այդ կապված ա եղել ինչ-որ բենդի հետ։ Ու երբեք չի ստացվել իմ մոտ ինչ-որ մարդկանց հավաքեմ։ Ու այս մարդը, որը կարող այդ ամեն ինչը հավաքել կոմպյուտերի մեջ, դա շանս էր ինչ-որ, հասկանում ես, որովհետև արդեն ոչ մեկ պետք չէր։ Որտե միջև այդ հնարավորությունն էլ չկար այդ։ Դա հասկանալի է, հա։ Պրոստը ինձ հետաքրիր է, ասենք, ոնց որ քանի որ ես էլ եմ իմ երաժշտական գործունեությունն էլ այն, որ ես լիքը հենց արանժիրովկա եմ անում, այսինքն ես վերցնում եմ ինչ-որ երգ, իրան վերածում եմ ինչ-որ ուրիշ բանի, ինձ ոնց որ այդ առումով է հետաքրքրել, ոնց որ սենց պրյամը սենց եկար, տես ասել վсё էտա ու մտար սկսեցի իրանել։ Դա հետաքրքիր էր, որովհետև ես տենց այս ժանրի մեջ երբեք տենց հատուկ այդ вот эта конструкция, или как создается вот эта песня Dinges, я так не делал. То есть я брал как бы то есть скорее всего у меня больше свободы было. Ասենք այն խմբի մեջ, որտեղ այդ մարդը ուղարկում է այդ երգը, ու ես просто ասում եմ արի տենց անենք։ Միկայետ այդ միշտ կա այդ давай տենց, давай sense, մի վերսիան տենց է, հետո փոխում ենք, հետո երկու ամիս անցնում, հետո բանը տենց չի եղել։ Պլյուս այդ տեքստերը իմ համար ես օքեյ ինքը բան տարգմանում է տեքստը, հասկանում եմ ինչի մասին է խոսքը, բայց իմ համար դա ինչ-որ բան զվուկ է, էլի, այդպես մատերիա, հա, որ հետո ավելի sense խոր եմ բան մտնում հասկանում եմ էլի ոնց է այդ երաժշտության հետ աշխատում է այդ լիրիքսը, ավելի sense ավելի լավ ազդում ու ավելի sense մոտիկ է, էլի դառնում։ Դե հետո դարավ sense սովորական բան էլի որ մի հատ էլ քեզ հարցրել որ թագմանելով հասկանում ես ինչ լիրիքս է ու դրա վրա արդեն մյուզիկը գրում ես սկզբում տեքստն է հետո մյուզիկն է կանում թե լինում է հակառակը որ չէ ինքն է գրում ասինքն հա երկն ես դու գրում ակորդները ու մեղեդին ու բանը ու տեքստը հա բարսա բա դու ինչ ես ես ոչ մի չեմ ես կնոկա ես Չէ արանժիրով Արկեցա գիտարով տենց Չէ ոնց բանը հա Չէ, դեն նայած, եթե չարենց նայա խառնալի, լինում է որ տեքստը ոնց որ սենց կա միտեղ ու ինչ որ մի բանի վրա ինքը գալիս է նստում է, լինում է որ այն տեքստը որ ես եմ գրում, ես իրան գրում եմ կոնկրետ ինչ որ մի հատ բանի վրա, երաժշտության վրա խառնալում էլի։ Այս հարցի սկիզբն էր իրականում հարցն էր որ լիրիքսը թարգմանությունը հասկացար ինչի մասն է երգը, հեղինակին իմացար, մոտապես որ թվերին է գրել եւ այլն, բայց հետո ոնց ես դու այդ vibe-ը տալիս երգի, որ հիմնականում Հայաստանում ապրող մարդիկ, ու չասեմ ես մենակ Երևանցիները, բայց շատ երգեր Երևանի հետ կապված են նաև, էլի։ Զգում եմ ոնց որ այս լրիվ Երևանում ծնված մեծացած տղեկի գրած երգ է, ու դու էլ որ Երևանի հետ sense պլյուս մինուս կապ ունես, էլի մեկ ստե ապրել ես, մեկ չես ապրել, այդ ռեֆլեքսիան ոնց որ մի կայ չունես, բայց ոնց է ստացվել, որ լրիվ այդ vibe-ը դու զգում ես ու փոխանցում ես, էլի, քո մոտ ոնց է այդ զգացողությունը եղել։ Չեմ կարող ասեմ, բայց ես ստեղ մի 15 տարի ապրել։ Լավ երկար է։ Հա, լավ երկար ու կարաս ասես մեծացել եմ էլի ստեղ։ Ասենք եկել եմ ստեղ ես 18 տարեկան էի։ Այսինքն ես Սիրիայում չեմ մեծացել տենց։ Այսինքն դպրոցը ավարտել եմ համարյա մի անգամից ստեղ Երևան եմ եկել ու դա ինչ որ չգիտեմ օտից է ու լեզուն էլ հայերեն խոսակցական է սովորել, այսինքն տենց չես հատուկ սովորել խոսալով։ Ես չեմ սովորել հայերեն, մի քիչ այն վաղտ քիչ դժվար էր։ Պետք էր որ ռուսերեն իմանաս, որ կարաս ինչ-որ գիրք կարտաս, բան կինո նայես, ու ես կինոօպերատոր եմ, ու ես պետք է նայեմ այդ ֆիլմերը, սաղ այդ ֆիլմերը, մա։ Դե ինչ-որ մեկ ասես, չէ, դու արի բան ռուսերեն սովորի, հետո հայերեն կգա։ Ստացվում է քանի լեզու գիտես։ Это շատ очень медленно, или это что? На самом деле միջև չսեցի բան աշխատել, դες հայերեն դարապես չեմ խոսել։ Այսինքն միջև 2009-10
Ես սաղ վաղ ռուսերեն եմ խոսում։ Կան երկը կոմասին էլ է։ Այդ Ինչ ինչ չես խոսում հայերեն։ Եկեք Նկատեք անցնենք բան, ուրախ պերիոդից ձևավորումներից եւ մոտիվներից դեպի ես հիշում եմ, որ առաջի անգամ ինձ թվում է հոգիս հիվանդներ առաջին երգը որ լսեցի 14 թվին, հա, ինձ թվում է։ Ինքը 13 կամ 14։ Իմը գուցե չկանքներ։ Իմ մոտ 13 ինձ։ Հա, ես հիշում եմ, որ իմ մոտ ֆրենդերից մեկը, այսինքն իմ մոտ սկսեց Facebook-ում, ես էլ միշտ շատ եմ լրվել էլի սոցիալական ցանցերում, սկսեց հայտնվել the dinges շատ էի բան։ Ես միշտ ակտիվ եմ եղել ոնց որ հայկական սցենան, միշտ իմացել եմ, ռոք սցենան իմացել եմ, էլեկտրոնային սցենան դա այդքան զարգացած չէր, այդքան շատ ես էլ չէի խորացած, բայց ես սաղին ուսու գիտեի էլի, ոնց the dinges մտածում եմ, էսով է, ու հետո հոգիս հիվանդն եմ մի օր միացնում, դաժե հիշում եմ մոտարապես over friend-երիցս, ասենք, տենց post-ել գրել էր, «Wow, էս ինչ լավն է, ինչ արժի լսել բան», ու ես միացրի ու ասի, «Բլին»։ Էս ինչ է։ Իսկ նա այդ ոնց որ հաջորդ ֆազան էր, չէ՞, արդեն Dinges-ի։ Այդ Չեմ ասի, Չէ, հաջորդը չէ։ Բայց ես լավ հիշում եմ այդ օրը, որ ես եկա թամամին այդ երկը երկեցինք, ասած, «Ապուշ երկա»։ Ты помнишь, как ты не черезум? Мне кажется, такой довольный. Гадности. Это сейчас. Բոլոր примерно. Это которое было? Спаси. Առաջինը թող գնա, հետո 5-րդն կամ 6-րդն։ Հա։ Այսինքն դեկա մի հատ երկ որ հանել ենք, եթե չհաշվենք այս երկը, կլինի 6-րդն։ Երևի։ Չէ, может больше. Չեմ հիշում։ Ես առաջինն եմ լսել, իմ իսկականից ամենասիրած երգն է երևի вообще Dinges, որտեվ շատ տենց Իրանից է սկսվել։ Հա, ես մի տեսակ համոզեցի, որտեղ թամամը համոզված էր, որ էսի вообще провал է ինչ որ։ Ես չգիտեմ ինչի ստված որ ինքը օքեյ է։ Ինձ թվում է ինձ բաններ է համոզում, գիտես որ սիրտը թացոտ, այդ մոմենտ ասում ենք, աստե ինչ մի հատ թասա, չէ՞ մի հատ մոմենտ կա էլի։ Բայց թամամ տեսես դե լավ, ու տենց բան արեցինք այդ։ Dinges-ը քանի պերիոդ ունի։ Իմ համար երկու պերիոդ ունի, որտեղ ինքը ունի այն առաջ պերիոդը, որ թամամը դեռ ստեղ էր ու իմ այստեղ կարևոր մի հատ էլ նյուանս կա։ Իմ գիտարը 6 լար ուներ այդ ժամանակ։ Այդ պերիոդը, որ թամամը ստեղ էր ու իմ գիտարը 6 լար ուներ, դա մի պերիոդ է։ Հետո թամամը գնաց Կանադա, այսինքն մենք միասին էինք աշխատում։ Հետո թամամը գնաց Կանադա, իմ գիտարը լարերը փոխվեց, ես 2 լար թողեցի ու մնացած այդ բոլոր երգերը այդ 2 լարով եմ գրել։ Այդ 2 լարանի երկու լարի պերիոդ էլ կա, երևի բասովիդերով, այն մի խումբ երգեր կա, Որ լարերն է, դուք իմանաս։ Դե միուլա էլի։ երևի, հա, բանն է։ Ու այդ Կանադայի պերիոդը ես այդ 2 լարով էի ու տենց ուղարկում էինք իրար, ինքը Այսինքն դա բան բոլորը քեզ ու դальше։ Այդտեղից սկսած արդեն բոլորը կանանց։ Կապույտի մեջ բոլորը քեզ ողջույն, մոռանալ, Երևանի գիշերներում, սիրտիմ, այդ սաղ է 2 լարանի բանը, մի տեսակ։ Դու անատը 2 լարանի էր։ Հա։ Հրաշալի, հա։ Ես իրականում երբ որ բան էի անում, երգերը նայում էի համերգի, վերջի համերգի թեմայի շուրջ, Թամամին դաժե ընթացքում համերգի ընթացքում ասեցի, որ որոշ տեղեր ես պրամ ջոգել էի, ինչից է երգը ծնվել, օրինակ բոլորը քեզ է, ես կյանքում տենց չէի ընկալում, որտեվ ինքը իմ համար ասենց միշտ պրազրաչն է, ինչ որ դաշնամուրային այդ ինչ որ էլեկտրոնային պիանոյի այդ իրա մտնող արգանը բան ասենց ու ես ասենց միշտ ես էլ եմ իրան տենց ընկալել ու մարդիկ էլ որոնք ես տենց ում իմացել եմ միշտ ասում են տիպը վաու էլի ասենց շատ ինչ որ advanced ուրիշ տեղ գնացա տենց մի հատ երկա ու հետո ես նստեցի իրան կլասիկ գիտարով նվագեցի ու հասկացա որ իրան այտենց մի քանի լար երկու լարը հետո թամամը ասեց բայց ես տենց ինտուիտիվն է ջոգում էի որ իրան տենց քիչ բան է պետք ինքը տենց պրոստը հասկացա ոնց է կոմոդ ռիթմը ակորդները ու բառերը նստել իրա վրա ու տենց պրամ ես կարամ ասեմ ես հիացած էի դա շատ եմ սիրում տենց պարզ ու при этом սենց 100% աշխատող բաներ. Բայց это прямо как раз это с концерта хороший момент именно с этим Hockey Иван связано. Hockey Иван дагնում ու գալիս է այդ սոլոյի պահը
ու գիտարիստը ինչ-որ սոլո է ասում բա իմպրովիզա անի, բայց ես կանգնած էի ու 5-6 հոգի ստեղ կանգնած էին, այդ սոլո բայ գալիս է ու ես միասին ասում են Փորձերի ժամանակ ասում ենք միау իսկ գնացին։ լավ է։ Իրականում որ ասում ես որ դեղից է ինքը այդ զգում, բռնում, մենք շատ ենք խոսում, մենք շատ ենք քննարկում։ Ընթացքում Մենք այդ շատ երկար քննարկում ենք իրականում։ մի երկու 6 ամիս, այսինքն մոտավորապես։ Դե 6 ամիսի մայր տենց պլյուս մինուս երկար ենք անում, շատ տարբերակներ է արվում, Ավելի քիչ։ Կա մի երկու բան, որ միանգամից է սենց եղել, այն այդ մեր որ երբ միասին ենք, միջ ավելի արագ էինք անում, բայց իրականում երկար ենք անում, շատ տարբերակներ է արվում, այսինքն ես թամամին ուղարկում, եթե ինքը օրինակ Կանադայում է, ես իրան նվագում եմ, ուղարկում եմ, ու ինքը ինձ սկսում է տարբերակներ ուղարկել, այդ որ ասում ես ինչ է անում։ Ինքը ինձ սկսում է տարբերակներ ուղարկել, որտեվ այդ ինքն է անում, ես ոչ չեմ անում, ես ոչ մի բան անել չի, ես նոտաները չգիտեմ։ Ու բանը, ու ինքը ինչ որ մի հատ տենց մի հատ ինչ որ բալվանկա է անում։ Դու իդեան ես տալի ինքը։ Չէ, իդեան չեմ տալի, ես իրան երգ եմ տալի, մենք մի քիչ խոսում ենք, հետո ինքը ինչ որ մի հատ տարբերակ է ուղարկում, մենք էլի խոսում ենք, հետո ինչ որ մի հատ էլի տարբերակ։ Ես միշտ մի հատ ինչ որ վերսիա ունեմ, որը շատ քիչ կապ ունի վերջնական վերսիայի հետ։ Համարյա չի եղել, որ այն իմ շատ լուրջ իրան ասում եմ այդ վերսիան, ինքը ասում է հա, հետո Համարյա ձև, հա։ Հետո այլի ինչ որ մի տարբերակ, մենք շատ տարբերակներ ունենք իրականում երկերի վրա։ Այս տարբերակը, այս տարբերակը, այն տարբերակը, այն տարբերակը, այն տարբերակը մեկ ու համարյա միշտ լինում է մի հատ պահ, երբ որ մենք հասկանում ենք, որ չի ստացվում։ Ես թամամին ասում եմ, դե հեչելիս։ Չէ, сначала бывает там типа, ага, эса։ Չէ, это всегда. Это обычно, երբ որ մենք խմած ենք լինում, միշտ ասում ենք թու ինքան, հետո ուշքի ենք գալի, հասկանում ենք ինչ որ չի։ Հետո մի հատ պահ լինում, երբ որ չի ստացվում, մենք կանգնում ենք, ես թամամին ասում եմ, դե լավ, դե չի ստացվում։ Ուրեմն չի ստացվում, ոչինչ։ Ասես մի հատ լռություն է լինում, ու մեկ է թամամին ինձ մի հատ տարբերակ է ուղարկում, ու ես ասում ու այդ վերջնական է լինում։ Չէ, էլի մի 6 ամիս բայց մնում է բայց արդեն սկսում ենք իրան բան, այս ձենստեղ այն բանանդեղ ստե մի քիչ դրա վրա է կաշկա։ մանրանում։ Այսինքն չինում հետ գնանք այն առաջի շաբաթվա բաներից։ Չէ, արդեն սկսում ենք արդեն սենց խորանում ենք, որ այստեղ մի քիչ այստեղ մի հատ բանից հարվածային են, բզբզում ենք։ Բայց կոնկրետ բոլորը քեզ այդ թամամի բանն էր, որտեղ մենք լրիվ ուրիշ բան էինք անում շատ երկար ժամանակ, հետո թքեցինք, չի ստացվում, մոռացանք, ու մեկ էլ сколько времени прошло? Год, наверное, да? Я не знаю сколько. Մեկ էլ թամամից ասեց, ուղարկեմ քեզ մի հատ տարբերակ։ Բոլորը քեզ ուղարկի, ու մեկ էլ այդ ուղարկեց։ Դե ես բավական քանի որ պապսիացին ասիրում եմ։ Այդքանից ամենա Դե ամենատես բանն է, ու տենց, այսինքն շատ տենց խառն է լինում։ Իսկ այդ դրաֆտերը որ չեք օգտագործում, տես հավաքած բան, նոր ասացիք, որ SoundCloud-ում կա։ Հա, մի մասը կա, Մի մասը կա, որտեվ դե իմ համար այդ մի քիչ բան էր, որտեվ դե ես քանի որ տենց հանճարեղ եկիչ եմ բնականաբար, ինձ այդ դրաֆտը դնելը մի քիչ շատ բան է, էլի, որտեվ այնտեղ սաղբաները զգացվում են, բայց քանի որ ես դե ասացիք ես, քանի որ ես մտածում էի, որ այդ կարևոր է, որտեղ իմ համար կարևոր է, որ դու այդ հնարավորությունը ունենաս, որ տեսնես մարդիկ ինչից ինչ են անում։ Ու դրա համար դու պետք է դնես, եթե այդ մարդը ոնց իմանա, եթե չկա։ Բացի YouTube-ից SoundCloud-ում, այս նույն խմբի անունով ուղղակի հանդիսատեսն եմ ասում, որ հետ չգտնեն։ Մենք սկզբից բան ենք արել, առաջինն էր բան դրաֆտ չէր, it's դու ասա գիշերը օգնած, կա մի հատ տարբերակ, որ հետո որոշեցինք չդնենք ու փոխել ենք ու այդ մնաց։ Հետո դու ասի давай բան ու բադ տիպը DJ-ի ինչ մասի։ Հա, DJ մասի բան, դա մի քիչ հումոր էր։ Հա, դες մոռացել ենք դրա մասի։ Մի քանի, հա, ինչ կարճ տարբերակներ ինչ որ երկերի, որոնք երկ չեն դառը, բան։ Որևէ բան ուրիշ տարբերակը։ Իսկ այդ նույն շրջանն է, այսինքն նույն էրանը, այդտեղ մի հատ երկ կա, որ շատ է տարբերվում բանը, Երևանի գիշերներում երկուսը։ Ձայնը լավ մի քիչ փոխած չէ, ոնց որ այդտեղ ինքը մոնտավոր նույն տարի նույն շրջանն է, իմ համար ոնց որ այդ երկու լարի։ Արդեն երկու լարի, հա, բայց բանա
մի քիչ կպատմես այդ երկից, որովհետև իմ համար միշտ ինչ որ տենց լրիվ բան է, իմ համար այդ երկը շատ ոնց որ անձնական ասոցիացիաներ ունի, ինչ որ տենց իմ դիպրիսնյակների շրջանի երկներ, տենց Մենակ չես։ մենակ ես չեմ, հետո վերջում ենք հանդիսատեսից հարցը կար, հա, ինձ թվում է իմ համար դժվար մի քիչ դժվար է ինձ բացատրել այդ դիպրեսնյակը, բայց ինքը շատ երևանյան է հենց կոնկրետ դրա համար այդ Երևանի գիշերներում եկավ, որտեվ ինչ որ մի բան կար, որ ես անդադ զգում էի ու ինչ որ ձև ուզում էի արտահայտեի ու այդ վիճակը կապված էր այդ նկուղ մկուղ չասեմ փաբերի կամ ինչերի, բայց այդ արդյունքում փաբերի է։ հա, արդյունքում փաբերի Պերիոդը սարի մոտ փաբերի պերիոդ էր, որը ու այդ փաբային պերիոդը ինքը ինչ որ շատ sense ու այդ ես ինչ որ ձև ուզում էի իրան դուրս հանեի ու որ այդ բանը եկավ այդ մելոդիա այդ երաժշտությունը որ եկավ ես զգացի որ այդ է հետո որ երգը ստացվեց ես հիշեցի Ախվերդյանի երգը ու մտածեցի որ շատ ճիշտ կլինի այդ կապը որտեղ եթե ես իր անուն դնեմ Երևանի գիշերներում ինքը միանգամից կապը կստեղծի Ախվերդյանի հետ իր լրիվ ուրիշ երգ է ես ուրիշ երգ է ու ես հասկացա որ ես եթե ես այդ անունը իրան տենց դնեմ ինքը ոնց որ երկու հայացք կլինի Ախվերդյանի ու ինչ որ արմով ոմաժ էր, հա, համեն Ախվերդյանի, ոչ թե որ այդ երկի ձեր տարբերակն է, այլ չէ, ինքը այդ երկի տարբերակը եղել է ու այդ էպոխաները բերում Հա, ինքը դաժե ոմաժ չի, ես իմ ասում եմ բան արվեստաբանական հայացքով ես կասեի բաներ, գիտես ինչներ ինձ շատ դուր եկել, ես այդ նույնը մի քանի ուրիշ խումբ էլ կա իրականում, որ տենց գործեր ունեն, որոնք լրիվ այդ շրջանի ոնց որ մեր կյանքի բաներին են, շատ լրիվ ռադիկալ տարբերվող, բայց շատ նման, ասեմ ինչ երգ, օրինակ Ռոզենթալի Red Light-ը։ Ինքը բան է, տենց մետալային, պրոգ մետալ գործ է, то есть ինքն որ լսես, ու անգլերեն, вообще, ոնց որ հայկական թեմա մեջը համարյա չկա, բայց ինքը պասուտի նրա մասին է, ոնց է Արմենը գնացել ու կլուբ հասկացությանը բան արել, հա, ու այդտեղ այդ կարմիր լույսը ու ինքը տենց բան ասում մտնում եմ այնտեղ ոնց որ ասում է սատանայի խնջույքը լինի, բան շատ դիպուկ սենց ինչ որ բաներ են, պատկերներ են, ու ինքը լրիվ այդ թվերի մեր ոնց որ կյանքի արտացոլումներ ու Երևանի գիշերներումը իմ համար լրիվ նույնն էր, որտեղ ես այդ զգացողությունը միշտ ունեցել եմ, այսինքն ես ունեցել եմ այդ տպավորությունը, որ դու այսինքն դաժե այդ պոետիկ բոլոր բաներից են կոն որ տիպը տենց տխուր լուզերները գնում են եւ սեր են փնտրում եւ դրանից են կոն էլ այսինքն այդ կլասիկ պատկեր է բլոգն էլ է տենց բաներ ասեն գրում չգիտեմ հա բայց ստեղ դու գնում ես ու տենց ինքը շատ տիպիկ այդ Երևանի սենց ինչ որ մի հատ տենց տակ հավելում հարցելի բանը մեր երեք հիմա պետքա լսել բաժանվելուց առաջ թե հետո ոնց որն է երբ որ դու արդեն վաղուց ես բաժանվել բայց նորին դեռ չես գտել ամենատոշնին ամենալավ ինտերպրետացիան մի հատ ծանոթ ունեմ այդ երգը որ դրեցինք հետո ինձ փողոցով տեսավ ասես պրիվետ Միկասի պրիվետ ասես կայֆ երգ էր Պուտանկեքի մասին точно եկել է Ահա Երևանը սերն տոնում չէ՞ այլ բացառաբար պուտանկերից հա պրինցիպի ունիվերսալ է բայց ասած ցենը որ շատ լավ հետո ինքը այդ բանը իմ մոտ Ախվերդյանի հետ ասոցիացիան մի անգամից էր պրոստը ոնց որ երկու լրիվ տարբեր Երևանի մասին էր ու տենց շատ կայֆ էր երկուսն է Երևանի մասին ու լրիվ տարբեր հայացք էլի այդ բանի վրա ֆենոմենի Другая страна, или поколение. Ոնց որ լավ անցանք Երևանի թեմային էլի նույնիսկ այն երգերի մեջ որտեղ Երևան բառը չկա բայց համարյա բոլոր երգերը դες Երևանում լսելու երգեր են ու ոչ թե հենց Երևանում ընդհանուր Հայաստանում դες քաղաքաբնակ ժողովրդի կամ այդ փաբային մշակույթի շուրջ ինչ որ տարիք կա որ այդ տարիքի աուդիենսի համար որ սիրահարված չգիտեմ այդ կա ամեն ինչ էլի ոնց է ձեր մոտ ընկալումը Երևանի հետ կապված դու Երևանից ես ծնվել մեծացել ես որտեղ ես ծնվել մեծացել Երևանում կենտրոն չէ Չերեմուշկա դա ավելի Երևան է for the win Միքասոր մի քանի բան թաղամաս ենք ունենալու որ շահող դիրքումա դուրս գալի այդ մեկ Չերեմուշկան է մեկ Ավանը որ երկերի մի մասը Ավանը մեկ չէ գրել ախպեր ծառավ ախպեր այսինքն կարևոր է թե որտեղ է գիտ երկը գրում ես ռուշ ազդարով բայց չէ կարևոր չի մի մասը Հակոբյան Մերգելյանի ինստիտուտում ենք
արել, մի մասը բակագրած շրջանում չեն կարել։ Չէ, կապ չունի։ Կապ չունի։ Ոնց ազդում է տեղանքը կամ ինչա պետք է գրելու համար։ Դե գալիս ես դու в принципе ինչ որ багажի հետ ես, չէ՞, то есть ты из города куда неважно какую точку, это сах կոհետա չէ, նստած։ Ես չեմ մտածում, որ այնտեղ ինչ-որ պրինցիպիալ տենց բան ա Երևանի մասին բան։ Հա, չէ, չես մտածում դրա մասին։ Երբ որ դու անկեղծ ես, բան տենց անկեղծ ես անում, ասես տնես բերում ես այդ քո հետ։ Ուրիշ հարցա, որ օրինակ իմ համար կար տենց պահ, որ ես մի քիչ միշտ այս հայկական բանը իմ համար բաներ, որտեղ ինքը ինչ-որ sense ճոռոմ տեղից էր միշտ գալի ու դու իր գեոգրաֆիան չէիր հասկանում։ Հա։ Ինչի՞ է Ախվերդյանը տենց սիրված, որտեղ ինքը շատ կոնկրետ մի հատ հասցե ունի։ Լվացքի մասին բան դա։ Հիմա մարդը ինչու իսկ այնտեղ հիմնականում կամ չգիտեմ, հիմա չեմ ուզում Մեշյանի դեմ ոչինչ չունեմ, բայց ուր է իր աստված բանսես կամ տենց մի բան է, որ էլի կարա լինի, ես սիրում եմ Մեշյանին, բայց դու միշտ մի հատ ոնց որ բանի մեջ լինես, էլի, սենց ոնց որ փաթաթած ինչ որ սենց բանի տելեֆոնի մեջ լինես։ Դրա համար այդտեղ կարևոր էր իմ համար, որ դու քո այդ լսողին ոնց որ միշտ տաս այդ բանը, որ ես ստեղ եմ, մենք քո նույն քաղաքում եմ քո հետ։ Դրա համար ես այդ հատուկ խսկել եմ միշտ այդ Երևան, ես իմ ինչ, որ ինքը միշտ իմանա, որ դու ինչ որ ուրիշ տեղից չես։ Ակտուալության բանն է, ես պահին որ սենց հա, ես քո հետ եմ, ես հիմա քո նման ստեղ եմ, բայց դες դրա համար որ դու ես քո նման ստեղ լինեմ, գոնե կակ մինիմում պետք է մի հատ։ Դրա համար ես ինձ միշտ դուր է եկել, հա, այնտեղ որ մարդիկ, օրինակ բաներում, չէ, ամերիկյան բան, որ ինքը կոնկրետ հասցեներ է տալի։ Ես ինչ փողոցով գնացի Նյու Օրլին բան։ հա, այն ինչ որ մեր մոտ համարյա չկա, որ դες լսե երբ որ ինքը ասի Կիրովական մտանքը այնտեղ բանի մոտ, չգիտեմ, Արեգի տուն, բան տեսել ես։ Չէ։ Ես տես մի հատ երգուն էի, էլի մի տեսակի վերսիայով, որտեղ տենց հասցեներով էր։ Նստեցինք մեքենա, գնացինք։ Հայաստան տենց տեղ չի որ նստես մեքենա այդ ինչ ամերիկյան բան, հա։ Բայց արդեն ուզում ես արհեստական այդ road movie այդ վիճակը անես, որտեղ ինքը չկա, ջոգում ես մենք ասես փակ այս մեր նկողներում նստած ենք ու ուզում ենք փիլիսոփայել անընդհատ։ հա, ու տենց այդ բանից, իսկ երբ որ ես քեզ ասում Երևան, Հայաստան, հայրենիք, այդ տրիպը նկողներով ա գնում, բայց դա չօգտագործված թեմա է իրականում, դե այդ եմ ասում, ուզում եմ ասեմ պետքա մեկը երկել այդ Երևանյան մի մասը ինքը գալիս է, որտեվ դու Երևանից ես, մի մասը գալիս է, որտեվ դու մտածված ես ինչ որտեղ այդ անում էլի։ Հիմա որ ասիր, իմ մոտ ահավոր տեղանգավ բանը, տվեցիս յետեսնորանի փողոցային այդ վերսիան ինչի սկզբից դրեցիք, որտեվ այդ բանը էլի քաղաքի սաղ աղմուկը մեջ մտած, հա, դա ֆանտաստիկ ինքը բան է, հա, ինքը ոնց որ գիտես ոնց է, հիմա ես չեմ ճիշտ ինձ հասկացի, բայց որ դու ինչ-որ մի բան անում ես ու դու դրա շուրջ մտածում ես, չէ՞, դու մտածում ես, որ ինքը ինչ պետք է անես, որ ինքը իր հետ ինչ-որ մի հատ բան բերի։ Հիմա եթե դու ուզում ես, որ ինքը ունենա այդ քաղաքի շունչը, դե դնում ես այդ քաղաքի շունչը։ Չես գովերքում Երևանն էլի, բան չկա, ուղղակի։ Չէ, ասում ես, քաղաքենություն չկա, այդտեղ դժվար է, չես կարող այդտեղ քաղաքենություն վերցնես, երբ որ փողոցների ու նկողների մասին է կամ Չէ, բայց նա ես այսինքն բան Ախվերդյանի Երևանի հետ ես չեմ կարող ոչ մի կապ չգիտես։ Այսինքն կարաս պատմես, ասես դե տենսեր, հետո տենսեր, ու լսել եմ սաղ այդ բան պատմությունները, բայց այդ իրականում լսում ես բան, ես չեմ կարող բան ոչ մի չի ազդում։ Բայց որ մի կան գալիս ասում է դե լսի մի հատ տենս երգ, ես միանգամից հասկանում եմ ինչա ուզում։ Որտեղ կոնտեքստը ինքը քեզ ամեն ընդհանուր ասում է։ Կոնտեքստը ինքը չի ասում ինձ, ասում է եթե բարեր կա որ չի գնեմ, կասեմ ինչ բառ է, բան, հա, բայց որ հասկանում եմ ինչա ասում այդ երաժշտության вот с этой музыкой։ Արդեն всё պետք չի ինձ ինչ որ բան, հա, պատմես։ դու ինչ որտեղ դու եմ sense գրել, ինչի մասին եմ գրում, արդեն բարձ է, ես եղել եմ այնտեղ։ Այսինքն դու ինչ որտեղ, եթե դու այդ խնդիրը ունես, որ մարդը հակակո հասցեն զգա տեսնի իմանա, ինչ որտեղ դու կոնկրետ ասում ես Երևան, բայց ինչ որտեղ էլ օրինակ բանը, այդ խավարը գիշերը, որ երգը կա, մենք այդ կլիպը որ անում ենք, ինքը տեքստի մեջ չկա այդ Երևան բան, բայց վիդեոյի մեջ կա։ Այսինքն ոնց որ նորից դու իրան կապում ես այս քաղաքի հետ, կապում ես այն այդ որտեղ ես դու։ Իմ համար հաջորդ պերիոդը որ ես տենց շատ սուր զգացի, որ ինչ որ նոր ես տենց լիքը պերիոդներ ունեմ դինջիզի էլի, տենց դուք երկու, ես մի 6 հաջորդ պերիոդը կապույտի մեջներ, իրանից առաջ ողջույններ, չէ, երկուսն էլ 16,
այսինքն то есть за 2 недели, в принципе, չէ։ հա, Սասնա ծռերի Սասնածռերի սկիզբներ ու Սասնածռերի վերջը։ Վերջն, հա։ ու ես եթե ճիշտ եմ հասկանում, ուղիղ կապված են, Հա, կոնկրետ կապված էր, որտեվ կոնկրետ Ուզում ենք հիշենք նաև ողջույնը, էլի, ողջույնս ավելի շուտ էր։ Չէ, ողջույնը հենց սկիզբն էր, որ իրանք մտան այնտեղ, այդ ողջույնը այդ ժամանակ դրեցինք։ Կոնկրետ այդ ժամանակ դուրս եկավ։ Մեկ էլ մի հատ ողջույնը ոնց էս ռեյքարեր, ոնց էս ձայնը Հա, դե որտեվ դե սովորաբար ես հա, որտեվ սովորաբար ես վիճակն է, իսկ այնտեղ դե երգը մի քիչ սենց էր, մի քիչ պետք է երգեր, ես էլ դե բնականաբար տենց ինչ-որ բան չեմ երգելու տենց բաներ չունեմ, բայց հասկանում էի, որ ինձ պետք է ու տենց մի հատ ընկերներից մեկի տենց բանն էինք բանալին էի ուզել, գնացել էի բան ադիալի տակ բան, ինչ-որ խժում էի, որ մի քիչ դե գոնե բան լինի Հետո ուղարկեցի Թամամին, ասի ոնց ասեց ոչինչ, ասի նա։ Պետք է միտեղ որ բարձր կանաս գորաս ու դե երկու ուզում էր, իմ համար մի քիչ ռիսկային էր բնականաբար, որտեվ ես ինձ ոնց որ բանի, որտեվ որ ես արդեն դու գիտես քո բանը, չափը, դիապազոնը։ Դու արդեն այդ դիապազոնի մեջ տեղավորվում ես։ Քո բանդ բռնում ես, այդ հասկանում ես ոնց պետք է երգես։ Իստեղ ես չէի կարա տենց, այնտեղ պետք էր բանը երգեր այն Քայլով էր երգում։ Քայլարան, Քայլ արա, թե այսօր ես անում եմ իմ քայլը։ Այդ երգիչը։ Ոնց էր։ բայց Հրագ այդքան այդտեղ բան չկար ուժը, չէ, հրագել դրու։ Հայք ստվեր, Ստվերը, դե դիպտի ինքը երգեր էլի ասեք։ Բրավո, տես բան։ Բայց հա, այդ Սասնածռերի սկզբում այդ դրեցինք ու վերջում այն դրեցինք այդ բանը։ Կապույտի մեջ ինքը այդքան կապված չէր մեծ հաշվով ծռերի հետ, բայց կապված էր իմ մեծ զգացողության հետ, որ կարապները կմեռնեն հիմա, այսինքն այդ վիճակն է։ Իհարկե կար այդ հիասթափությունը իմ մոտ, որտեվ մի բան ասեցին, ուրիշ բան արեցին եւ այլն, կոնկրետ Սասնածռերի մասն եմ խոսում։ Բայց այդ բանը կար ու ես ուզում էի կապեի, որտեվ այդտեղ ես այդ իմ համար ոնց որ ինչ-որ բան վերջացավ։ Իսկ այդ տեքստը բերում էր իմ համար այդ զգացողությունը, որ այնքը շատ ուղիղ կանչում են կմեռնեն հիմա, ու այդտեղ իմ համար շատ բան վերջացավ։ Ու կարելի ասել դրանով քաղաքական բաները երկերը վերջացան, հա։ Ինչ որ իմաստով, հա, ինչ որ իմաստով, հա։ Բնականաբար հետո 18-ին էլի ես այդ բանը զգում էի, բայց արդեն մի հատ էլ ողջույն չի։ Հա, բայց ինչ որ երկու ժամանակ բան չարի։ Այդ համալուսները հետ կապ։ Այս տապետը հանձնեցիք։ Չէ, հա, հանձնեցինք իրան, բայց ոնց ա եղել էլի նո սահմանին գալիս եք ես վերցրու ես ֆիզիկապես ոնց ա եղել։ Եկավ քո ժամանակը։ Բայց դե այտենց։ Վալերան աստղ։ Իմ համար կապույտի մեջը ես հիշում եմ մենք Ղազախստանում էինք։ Winrose-ով Ղազախստանում համերգ էինք տալիս, ես խումբ ունեի, մենք նվագում էինք իռլանդական ֆոլք, շատ ծանր զգացողությամբ գնացած էլի ստեղից, որտեվ ստեղ այդ պրոցեսների պիկներ ու մենք պրոստը հելան գնացինք 16 դրամա այդ բաներ մինչև էլի բան այդ ոնց որ հանգուցալուծումը Սասնածռերի բանի ու ոնց որ շատ տարբեր էր էլի նախորդ տարին ասենք Էլեկտրիկ Երևանն էր, որը շատ տենց օբշի պադիոմ կար էլի այդ բանի մեջ, ոնց ինչ որ պրոցեսներ բան է, իսկ Սասնածռերը ու վախենալու էր ու անհասկանալի էր ինչով կավարտվի ու այդ առաջի բանը, որ սենց ինչ որ մի բան տեղի ունեցավ, հետո դու հասկանում ես, որ իրականում ինչ որ ողբերգություն է տեղի ունենում, այտենց մենք գնացինք Ղազախստանում ամբողջովին զնդստած էինք, չէ՞ այտենց մտածում էինք, փորձում էինք բան անել, զուգահեռ համերգներ էինք տալիս։ Շապատատեղ է, եթե այդ լագովական բանը ասում, խրոնологիան այդքան է երկու։ Այ մենք երկու այդ արանքում գնացինք։ Վերջի օրերին արդեն ստեղ չէինք ու բան ու այդտեղ կապույտի մեջը որ դուրս եկավ շատ տենց համ այդ էր, համ իմ համար զուտ երաժշտական վաբշե նոր բաներ, այսինքն իր այդ վերջի բառաբանների ինչ որ ջարդած, ուշացած բաներով, շեշտերով, ինչ որ բաներով, տենց
Ես հիշում եմ, որ լսեցինք, ոնց որ ես Արտուրը Տիկոն ենք էլի, Windows-ի մեր սաստավը նստած էինք ու իրանք вообще sense առաջի հայացքից sense ոյքու էս ինչ էր բան։ Ես ասում չէ, բայց մեր լսեք ինչ կայֆ է, մալին ընդ ուշանում է երկու անգամ խփում, չգիտեմ։ Բայց հետո բոլորը սիրեցին այդ երգը, ու շատ շատերին կպա, բայց գիտես, որ շատ շատերը իրան տենց էլի ընկալում են որպես ինչ որ տենց անձնական էմոցիաների սիրելու, տանջվելու Ես այդ բանաստեղծությունը կոնկրետ տենց չեմ ընկալել, չեմ զգացել երբեք, դրա համար դժվար ասել որ ինքը անձնական։ Նկատի ունեմ բան, զգացմունքային սեր կամ եսի ինչ բան դրա հետ, ես չեմ կապել երբեք այդ տեքստը։ Ինքը ավելի երկար է այդ բանաստեղծությունը, ես ընդեղից մի մասը բաց եմ թողել։ Ինձ այդ կարապների բանը միշտ սենց բան արել։ Հա, ինքը երգ ես սիրում եմ այդ երգը։ Ինքը երգը տենց երգը սենց մի տեսակ էքսպերիմենտալ բան ուներ էլի իր մեջ։ Այդքան մեր բանի մեջ չէր, ոնց որ ոճի։ Мне один раз этот, ոնց էր անունը, լավ անունը չասեմ, друг спросил музыкант, ասում է, շատ լավ էր բան այդ երգը բան դուրս եկավ, բայց գիտես այդ power, բան այդ ուդարնի բան, հա, այդ ասում է դե շատ երկար է, դες ուզում ես որ վեր, ուզում ես որ վերջանա, ասում է հա, ասում եմ դե էտա, դες պիտի լինի, սո կաշմար որ պիտի քսես ավարտվի, դու բանի մեջ ես, հա, ասում է դες այդ մերի մեջ ես։ Հա, բայց շատ բաներ ինքը իր գալը։ Ու իմ համար հետո բաններ մի բան որ ես շատ ավելի ուշ նկատեցի, որտեղ տենց պաչիմուտը մտքովս ես Չարենց պրինցիպի միշտ էլ ինչ որ տենց սիրել եմ, բայց լրիվ հետո ոնց որ հետադարձ կարգով ֆիքսեցի, որ ներիրը ու տվեցի սիրտս նրան այդ պրոստը նույն հատվածն է Չարենցն ամ այսքան տուպը նույն իրար հետևից եկող երկու կտոր է, որոնց ստեղ հարցերդականությամբ ես իմ քանի տարի պաուզայով դուրս եկավ։ Ու ինձ թվում է ոնց որ այդ համ ներիրը, համ հետո սիրտիմը շատ որակապես ուրիշ էին, որտեվ շատ թափանցիկ էին երկուսն էլ, вообще ինչ որ տենց ուրիշ տեղ էին տանում։ Էլի լիքը մարդ տանջում է, բայց այդ վերջի ոնց որ շրջանի մասին մի երկու բառով այդ երգերի, չգիտեմ, պատմությունը ոնց են իրանք ստացվել, կպատմեք։ Ներիր очень трудно получался. Она сложная песня. Շատ, ինձ համար շատ դժվար էր։ У я очень так в отчаянии вообще-то был. Я, помнишь, я тебе показал, там версия, которая вышла, это номер 80. Այսինքն հա բարձակա ինչ-որ տարբեր միքսեր Թիվասի ուղղակի հենց 80 հատ 80 հատ ոչ թե не полностью отличается, ասիկ որ 80-րդ տարբերակ աշխատանքային, բայց հա աշխատանքային ինչ-որ բան այդ միքսը 80 էր։ Վау։ У здесь մի պահ ես ասի всё это երգը бан. Ասիկան հա օքեյ է, բայց не полюбит, ասիկան не пойдет. Уж что-то. Ну и не пошла, она не такая популярная, как бы из этого, конечно. Զանդրոտների մոտ ավելի ոչ պոպուլյարն է։ Չէ, դե եթե կոնկրետ մեր կոնտեքստում եթե նայես по просмотрам, она там Да, я капути, видишь, я не ожидал, что очень много людей любят. Շատ մարդիկ կոնկրետ բան են, հենց այդ երգը ու հենց ինչ որ տենց կոմենտները նայեք այդ երգի։ Այդ top կոմենտ ասում են բան սիրահարված է, չէ, ասում են մեկին նեղացրած էլ նեի ու շատ բաներ։ Իսկ բանը սիրտիմը, որը պասուցի վերջին երգն է այս պահի դրությամբ։ Ինչ կար, до этого что было, там нуйне, это потом Ամեն ինչ նույնն է, դա было это։ Ցավամասներ էլ ինչ որ երգեք մտածում նոր որ կարող է լինի մոտ։ Սպասի, դա թեժ հարցերի մեջ են։ Նույնն էլ էր երկար տանջվեցինք մենք այդ երգի հետ, թողեցինք, հետո էլի վերադարձանք, հետո թողեցինք, էլի չտարբերակներ չէինք գտնում։ Այնտեղ ինքը ինչ որ ստրուկտուրայի մեջ մի հատ ինչ խնդիր կար, որ մենք ոչ մի ձև չէինք կարող լուծեինք։ Ինչ я уже забыл, что там было. Куплетов было мало или что-то. Ինչ խնդիր ուներ։ Начало, հետո հա։ Ու բանը, դրա համար երկար տանջվեցինք, մի քանի անգամ սենց թողեցինք, բայց վերջը ինչ որ ձև ինքը բան եղավ, գտնվեց։
Բայց արդյունքը տենց սպոնտանության պահը կա, որ երգը լսում ես, նոր երգա դուրս եկե, կամ որ դու չես լսել այդ երգը հիներ, նո առաջ անգամ լսում ես, դինջերի համերա ցանկացած երգը լսում ես, ոնց որ հենց նոր մի հատ պիվայք խմել, արագ գրել եք ու սենց ոչ թե որ iPhone-ով բանած դրա համար չէ, հենց զգացողությունը ինքը ոնց որ քոնգերը մի հատ երգ ա գրել, ուղարկել դեպ լսես առաջի անգամ, որ դու ուղարկում ես տանում լսումը, ու վերջնական երգն էլ է դրա նման։ Ու որ ասում եք երկար աշխատել եք, այդ դրա արդյունքում է համել, որ ես իրան որպես պարզ բան եմ ընկալում, որի վրա բարդ աշխատանք է տարվել։ Բայց արդյունքը շատ պարզ է, հասկանալի է, մարդիկ լսում են, ինքը տենց երաժշտություն չի, որ պետքա դասական երաժշտություն չի Բեթհովենի, որ լիքը շերտեր ունի ու պետքա դու պատրաստված լինես, որ լսես։ Ինքը հենց քաղաքացիների սովորական մարդկանց համար է, որ պոպա, բայց այդ իմաստով չի պոպ, որ Taylor Swift չի, էլի համենայնիվ։ Բայց վերջում Ցույց իրան երկար էփում ես սարքում ես, բայց ուտելուց հեշտ ես ուտում, էլի, հեշտ մարսվող երգեր են ու այդ վիճակն է, որ կա դու դեպրեսված ես ու լսում ես կամ բան, նույն ձև։ Գիտես ինչ, մենք ունենք երգեր, մենք մի 2-3 հատ երգ ունենք, որ չենք հանել, չենք բան արել, էլի, հրապարակել, ճիշտ եմ ասում։ Ու հենց դրա պատճառով, որտեղ մենք այնքան ենք իրան մզծրել, որ ինքը արդեն լավն է, բայց այդ կա։ Ասում ես որ բարդ է, հա։ Ոչ թե բարդ է, բան է, այդ քրտինքը ոնց որ զգացվում է, երևում է, որ ինքս մենք այդ բանը որ զգում ենք, հրաժարվում ենք։ Մենք չենք բանանում։ Մի քանի երգ կա, որ մենք չենք բան արել, իսկ SoundCloud-ը չեք գցել։ Չէ, այնտեղ էլ չենք գցել, որտեղ ինքը նույնիսկ այդ իմաստով բան չի, էլի, ինքը ուղղակի ոնց որ sense ինչ-որ ծանր տարբերակ է, որը մեզ չի բանանում։ Մենք աշխատում ենք տենց բաները թողենք բանի մեջ, որտեղ այդ մեր բանի մեջ մոտեցման մեջ կա այդ, որ ինքը միշտ sense մի հատ այդ քո ասած այդ բանը լինի։ Թեթևությունը, հա, մեկ ստացվում է, չգիտեմ։ Իսկ եթե ինքը դեպրեսիվ երգ, հա, ոչ թե դեպրեսիվ, այլ դու այդ ժամանակ ես լսում, նոր բաժանված կամ ինչ որ կյանքի փուլում, որ պատահում է դնում ես, չգիտեմ, մեկ YouTube-ն էլ ալգորիթմներով հասկանում թե դու ինչ ես ուզում լսես, այդ ասես տալիս։ Հա, դե արդեն բանա կարդում ա չի։ Ու իսկ ձեր մոտ ոնց է եղել, որ ինչ որ կյանքի պերիոդում լինեք, որ տնեք դինջեյի երգը լսեք, որպես ուրիշ մարդու գործ ու ինչ որ տրամադրությամբ դնեք ձեր երգերը։ Ակարոչը դա։ Ես տրամադրությամբ էի, ես լսում էի առաջ, շատ հիմա քիչ եմ լսում, բայց լսում էի, հա, այդպես որ։ Դե կոնկրետ այդ բանը իմ համար կապույտի մեջ ինչ որ մի վախտ ա եղել, որ ավտոթերապիա էլի։ Սա լսում եմ ու միշտ հիշում եմ այն վաղտ ոնց ենք հավաքել ու շատ հատուկ բան է պերիոդ էր էլի ես չեմ սիրում որ լինում է լսում եմ պրոստը հիշում եմ էլի ոնց էր ես չեմ սիրում որ իմ կողքն են միացնում ինչ որ մեկը քո ձայնը տեսակ հա sense բայց լինում է տես նամանավանդ որ եթե մենակ տանը խորում եմ ես իմի չեմ անում արա բայց լավն է էլի Ես դենց իմ հաղորդումներն եմ այսինքն դուք ձեր երգերը լսում եք մի քիչ ավելի ռետրոսպեկտիվ բանով, որ այն ժամանակ ավելի շատ եք լսում, հիմա այդքան չէ։ Ես անկեղծորեն մտածում եմ, որ ընտեղ մի 2-3 հատ երգ կա, որ ես համարում եմ, որ լավն է, թույն է։ Որոնք Իմ այդ թույներից Ներիր ինձը ես բանն եմ սիրում, մեկ էլ տենց այդ իմաստով Խավարի գիշերը, մի տեսակն եմ սիրում։ Что еще я так բանը կապույտի մեջը Երևանի գիշերներում էլ է դուրս գալի Թամամ քո top 5-ը top 5-ը կապույտի մեջ քույրը հա մեկ քույրը գուցե չկանք այդ իմ top-ի մեջ Խավարի գիշերը առաջինն Երևանի գիշերներում ու երևի մի տեսակ Խաչա տող գնա Չէ, իրականում համարյա բոլորն է դուրս գալիս է ուղղակի օրինակ Ներիր ես միշտ ասում մի տեսակ բուջիձևի եմ լսում որտեվ ինձ թվում է ինքը շատ հետաքրքիր է արած Չէ ինքը վերջնա Տիբեր Հետո տանաշ Հա, ինքը շատ հետաքրքիր է արած, ընդ ինքն ամեն ինչ կա Չէ ինքը իսկապես վերջնա թամամ Ու մեկ էլ մի երգել կա, որը մի սենց կոնցեպտի առումով է իմ համար շատ կարևոր, բայց ինքը սենց մի տեսակ սենց բան արած է, այդ
Խորեն Աբրամյանը, ես բանը։ ես Ես մտածում եմ, որ ինքը sense չհասկացված երգ է։ ես ասեմ, ես հիշում եմ, երբ որ ռելիզ եղավ, բաներ, բուրըն դիսկուսիա էր տեղի ունենում, ես դաժե այս հարաբերական վերջերս տուպը Facebook-ի մեմորիներում իրան գտել էի, то есть նայում եմ մեկ-մեկ այնց բերում է ու հիշում եմ որ տակը կեսը գրում էր այնց վաու էս ինչ լավն է տակը տենց մյուս կես ասում են յախ Խորեն Աբրամյանը գոռում է պաթոսի մեջ են բայց դե իմ համար ոնց որ ակնհայտ էր այսինքն ես առաջի վարքյանից հենց ասեցի այս դրել մի անգամից արդեն դե կանոր ջոկել էի դինջիզի ինչ է անում սով ընդհանուր առմամբ դեռ ջոկել էի իր այդ շերտը էլի ոնց որ եւ տենց տխուր իրոնիայի եւ ինչ որ երևույթներից չուրանալու, այսինքն չհրաժարվելու մասին, ոնց որ այս կա դու չես կարող իրան կորցնես ու այդ դրա մասին է ինչ որ Ես երբեք չեմ համարել որ այդ խորենի կատարումը պաթոսային է, ճիշտն ասած բայց բնականաբար այդ իրոնիան կա որտեղ ընդ երկու մաս է այդ երգը կոնկրետ ու այդ այն տեքստը որտեղ կա ինքը խնդիրը ոնց որ բոլորը մեր մի կեսն են լսում ընդ չեն ասում բայց ինքը այն տեքստը որը ես եմ գրել այն տեքստը որը գրած է ինքը շատ կարևոր տեքստ է այսինքն ասելիքի իմաստով որ այն ինչ որ ես իսկականից ուզում եի ասել որ դե ցավոք էսել է բան ինքը անկեղծ է բայց էսել է այդ պաթոսը Էսել է մի բան, որ մենք անդադ ղժում ենք, բայց անհասկանալի ինչ ենք ղժում, դրա համար այնտեղ որ ասում է դե որ բանա, չէ, հեքիաթներ բան անտանելի է, իմ համար շատ կարևոր է, բայց ինքս էս մի տեսակ ինձ թվում էր որ ես լիքմար գիտեմ որ այնց hands joke-ել կարող է խորենի մասը շատ երկար էր, ես չգիտեմ, արդյոք հոգնում էին ինչ որ դե հասնում էին դե տաներ, հա բայց ինձ այդ խորենի մասն էլ էր դուր գալի, ոնց է ինքը արած որտեվ այնտեղ ինչ բաներ կա որ դզում էր Դե քեզ ասեմ որ այդ խորենի այդ մասան համարյա editing չի եղել այսինքն այս մարտը sense-ա կարտում այդ ռիթմի մեջ այսինքն մի քիչ այս կողմ մի քիչ այն կողմ որ բան 100% բան գտնի այսինքն ես внутренний ինչ որ բան ունի ես գրուվում էլի իմ համար այս տեքստը այդ ես իմանում Հայաստանի ուրիշ ձևով չի ես չեմ ընդունում այսինքն լսել եմ սաղ այդ բան տրադիցիոնный այդ բանը օրկեստրով բանով невозможно ինքը բան լավուշկա է էլի այսինքն ինքը միաժամանակ ոնց որ բանը իստերիկա է միաժամանակ անկեղծ է միաժամանակ պաթոս է միաժամանակ արտահայտում է այս ամեն ինչ որ մարդը չի կարող ասի հոգնել եմ զզվել եմ կամ ես ինչ ես իմ անուշ այսինքն շատ բան ունի էլի իր մեջ իմ կարծիքով այդ ու այդ ծափերը այդ էքստազը բան ես միշտ այդ տեքստի վրա sense կենտրոնացած եմ եղել ինչ որ ձև միշտ ուզեցել եմ որ մենք իրան ինչ որ միտեղ այդ պաթոս եթե անգամ կա որպես հիպերբոլայի գործիք ինքը պաթոսից էլ է դուրս ինքը այնց անբնական բանով է ղժում որ դու արդեն հա հասկանում ես մարդիկ ինչ բայց ոչ մի շատ հետաքրքիր տեքստ է այդ իմաստով հետաքրքիր կատարումը դրա կապակցությամբ ուզում եմ հարցնեմ այսինքն ես ոնց որ հարց չի ես թեման պրոստը պահում եմ այս հաղորդման սկզբից Չարենց ու Տերյանն էլ որը երկրորդ տեղում է ձեր մոտ ոնց որ տեքստերի քանակով ես իմ ոնց որ մի փոքր ինքս եմ ռեֆլեքսիա արել այս թեմայով դպրոցական այդ փորձը որ դու առնչվում ես այդ տեքստերին ու նիֆիգա իրենցից չես հասկանում ու սովորաբար քեզ նույնիսկ լավ դպրոցներում օրինակ մեր դպրոցը լավ դպրոց էր բայց քեզ չեն էր փորձում հասցնել այդ տեքստի ասենք համատեքստը տիպը խիա երբ է ոնց է գրվել ինչի է գրվել կամ շերտերը իր մեջ եղած էլի ես հիշում եմ ոնց որ իրականում ինձ ահավոր դժվար էին այդ անգիները տրվում ինձ մի անգամ papan շատ օգնեց եկավ ասեց մի հատ փորձի իրան բանի ալիտերացիայի տեսանկյունից լսի մի հատ տեսք ոնց են բաղաձայները տողերի մեջ կրկնվում բաղաձայնույթ այո ոնց է բանը ոնց ասենք շտարը Տերյանի ասենք գործեր կան որտեղ ասենք տենց տիպը տողը վերջանում է քնքշաշրշյուն բարով հետաքրքիր էր բայց դժվար էր ես հիշում եմ որ երկար ժամանակ հետո ոնց որ չեմ վերադարձել հայկական պոեզիան մինչև ձեր երգերի հայտնվելը որը
կոնկրետ ստիպեց ու ինչ որ ուրիշ ձևով ստիպեց, որտեվ դե այդ ինչ որ ասեցինք, էլի, այսինքն ինքը այն ձևի նոր ու մեր այս հիմիկվա հիմա մենք Երևանում այսպես պետք է լսեինք այդ բանաստեղծությունները, բայց ինձ ահավոր հետաքրքիր է քո փորձը հենց այդ հայ պոետների ոնչի Չարենց ոնց է Չարենցը քեզ կպել բացի այդ գրքից էլի դասագրքից դե առաջինը բնականաբար ուղղակի գրքով է տենց այդ գիրքն է եղել ու տենց կպել է ես չգիտեմ ես Չարենցին մի տեսակ առանձնացնում եմ ուրիշներից ես տենց առանձնապես պոեզիայի բան չեմ ոչ տենց մի հասկանում եմ ոչ չեմ կարող ասեմ էլի որ ես sense բան բայց ինքը Անդե մի բան կա, ինքը երբ դու երգ ես գրում այդ տեքստի վրա, այդ մի հատ ուրիշ process է, ինքը երգվող է, ինքը երևի այդ միակներից է, որ իմ համար, որ հետո Չարենցը քիչ ունի, իմ կարծիքով քիչ ունի այդ պաթոս, եթե կա, այդ բանաստեղծական այդ պատ, ինքը դու իրանից կարաս երգ սարքես, Տերանն էլ ունի տենց այդ բանը, ես փորձել եմ ուրիշներով, բայց այնտեղ դժվար է, որտեղ այնտեղ պոեզիա է սկսվում, ինչ-որ բառեր է մտնում, բան, ես չգիտեմ, Չարենցը շատ հնարավոր է, ասես շատ պատահական է եղել։ Ոնց որ ինչ-որ մեկին ասես պատահական հանդիպես ու ասես, բայց դու լավ ասեցիր։ Հետո Չարենցը ինչ-որ պահեր ունի, որից դուր է գալի, այդ իր դիակները, այդ իր սախ նիկրոֆիլիան, որ ինքը ունի, այդ sense տարօրինակ բուդդիստական ինչ-որ քույր գուցե չկան, գուցե մեկը ով բան։ Ինքը բաներ ունի, որ ուրիշների մոտ չկա, ինձ այդ միստիկ այդ գաղտնիքը որ իր մեջ կա ինձ բանա ինձ թվում է ինքը շատ բանա պոպ բանա էլի այդ ինչ որ ինքը ունի այդ բանը ինչ մարմիներ բանի վրա պաղ մարմին բան շատ sense է ուրիշների մոտ քիչ է Տերյանն էլ ունի Տերյանը ինչ որ մի հատ տենց գաղտնի մազոխիստական sense ինչ որ սեքս ունի որ դու ինձ դուրս գալիս էլի հետաքրքիր է Ես փորձել եմ սևակինը մի տեսակ, sense այնքան որ էլի ինչ-որ մեկը լինի, բայց չստացվեց։ Ժամանակակիցներին էլ էի, ում որ sense բան փորձում էի, բայց էլի դժվար է, տեքստը երգի մեջ տեքստը բանաստեղծությունը արդեն պատրաստի բանաստեղծությունը երգ սարքելը դժվար բան է։ Դու կարաս իրան դնես երաժշտության վրա, բայց ինքը միշտ բանաստեղծություն է մնում։ Ասմունք է։ Հա, Չարենցը ունի այդ պահը, որ դու քեզ թվում է դու այդ բանն է գրե։ Ну, ինձ տենց թվում է։ Մի տեսակ խոսակցության նման է Չարենցի բանաստեղծությունը։ Չգիտեմ, ինքն այդ էլեմենտներից է սարքած կամ ինքը տենց ինքը ունի այդ իր մեջ այդ բանը դուխը, որ ինքը ոնց որ այդ ռոք բանը ունի, ինքը ոնց որ բանը լինի, բայց սովորաբար տեք բանաստեղծությունը, ինքը բանաստեղծություն է, ոչ թե գրած բանաստեղծություն է, դու միշտ զգում ես, որ ինքը բանա վերցրած է։ Այս ես չէի ուզում որ տենց լինի։ Ինձ կարևոր էր որ այդ զգացողություն չլինի։ Դրա համար շատ հաճախ ես օրինակ եղել է ինչ-որ մի բան ես չեմ վերցրել կոնկրետ բանաստեղծությունից, որտեղ ընդ մի երկու հատ բառ կա, որ իրան միանգամից տանում է եկեղեցի, օրինակ։ Ոչ թե որտեղ ես ինչ-որ բան եմ տենց Հասկանալի է, ստիլիստիկան կոտրում է, շունչն է կոտրում։ Ուրիշ տեղ է տանում միանգամից ու դու ոնց որ իրան բան ես անում, էլի։ Իսկ չեք մտածել, ասենք հատկապես այդ վաղ շրջանում, որ ձեզ կասեն, ահա, աղավաղում եք մեր հայ պոետներին, բանական, թե այդպես հակառակը, rock and roll եք անում։ Մի քիչ մտածել եմ, բայց չի ասի որ ես մի աղավաղում Չէ, ես չեմ կարծում մենք աղավաղում ենք, որտեվ այդքան ռադիկալ չի այն ամեն ինչ ինչ որ։ Չէ, ռադիկալ չի, բայց Ցեկ տեսել ես ինչ որ մի տես բաներ։ Չեմ հիշում։ Այստեղ այդ բանը չկա ռեակցիան, որ այս ինչ արիք մեր գեոզալական հայկական քնարեգուների հետ, որովհետև կլիպեր չկա։ Այդ քննադատությունների մեջ որ նաև կլիպ ա լինում, որտեղ փոխվում ամեն ինչ ու դու կլիպով ես դատում, որ տեսեք, այդ կլիպի մեջ մեկը կարճ էր հագնում, մեր հայեցի չի։ Չէ, մենակ այդ չի, բանի հարց կա։ Ամեն դեպքում միշտ ունես մեկին, որ տենց գալի փնփնթում է, ասում է տենց մեր պոեզիան սարքել են, ասենք, պոպսա կամ ռոք կամ չի։ Չնայած իրականում որ հիմա ասիր, չեմ հիշում։
Դե որտեվ ինքը իր ֆորմատով իսկականից այդպես ռադիկալիսիմ ինչ որ այդպես բան չի, որ այդպես ասենես ինչա։ Ավելի շատ էս դրական իմաստով է, որ հանրամատչելի է դարձնում հայկական պոեզիան ու կոնկրետ օրինակով չարեցի, ոչ թե ամբողջ պոեզիան, որ ոնց որ դասագիրք է փոխարինում, այլ այս մի օրինակով փոխարինում է դասագիրքը։ Դե հա, շոմար։ Մարկը մենակ տես է լսել, ասենք մենակ դինջեվա լսել ոտանավորները։ Ես մի քանի ոտանցի կավոր։ Այդ մի հատ անսպասելի բան էր, որ ինձ շատ է դուր գալի, երբ որ մարդիկ ասում են վայ մենք մեր համար բացահայտեցինք բան, եւ բնականաբար մենք տենց ինչ-որ ծրա բան չենք ունեցել, բայց այդ հաճ։ Ես մի անգամ մենակ Տերյանի մոտ փոխել եմ, հիշում եմ բորբոքիր ինձ այդ տեքստի մեջ այնտեղ ինքը տեքստ ունի ծծեմ ինչ որ մազերիդ բույրը անուշ ես որոշեցի որ բորբոքիրը ու ծծեմը մի քիչ շատ կլինի այդ ծծեմը անեցի դրեցի շնչեմ ինչ որ sense մի բան մի քիչ վախենում եմ որ կասի դու ով ես որ Տերյանի բար Դա բարձրաց որ ասել են բայց մի հատ կոմենտ արեց ասեց հա վախեցաք ծծեմը փոխեցի Մեկը գտա բայց մեզ հաշվը ոչ թե ես վախեցա ես մտածի որ եթե ես ուզում էի որ բորբոքիրը լինի ամենասեքսուալ մասը բայց դե որ ծծեմը լիներ ինքս Գրականության ինստիտուտի շեղվեր ընդդեմյակավից դրա համար ասի արի լավ փոխե մեկ-մեկ ես մտածում եմ որ կարող ասեն բկրճատել եք էս ինչը իրեք տունա դուք երկուսս եք թողե բան բայց ես չկան հասկացա մարդիկ շատ ավելի թեթև են վերաբերում հա քան ինձ թվում էր տենց բուկվայեցտվա չունեն էլի գուցե չկանք դու разные չէ գուցե չկան երկու բանաստեղծություն ամ միացած Բոլորը քեզն էլ բոլորը քեզն էլ Իսկ այդ ազդեցությունը զգում եք մարդկանց ովքեր լսում են դինջեր ու տեսնում եք չէ ձեր ընկերների ծանոթների մեջ եկան կամ անծանոթներ ովքեր լսում են Իմ ծանոթ իմը կակաս իմ ընկերներից ոչ մեկ չի լսում այդքան չեմ լսում դա մարի ասում էլի ոչ միայն ընկերներ այլ ծանոթ մարդիկ ովքեր ինչ որ մի ֆիդբեք գալիս ձեզ հասնում է որ ոնց հասնում մարդկանց վրա այդ երաժշտությունը բացի այն որ դեպրեսա ժամանակ լսում ես որ ինչ որ բան փոխում է թեկուզ հայկական պոեզիայի ընդհանրապես հայկական մշակույթի հանդեպ ու այս ձևով միգուցե ինչ որ բաներ վերաժողորենք, չգիտեմ, վերանայենք, բան։ Ես դիմոտ այդ բանը կա, զգացողությունը, որ այս էլ է cool, հայկական բանն է կարող լինի cool, ոչ թե մենակ 7-րդ դասարանի գրքի մեջ ու հետո մոռանում ես իր մասին։ Իմ մոտ պրոստը քո ասացի, ոնց որ շերտն ա եղել, օրինակ, wow, կարելի է sense, իսկ հաջորդ շերտով դու նորից վերադառնում ես բանաստեղծություններ, օրինակ այդ Չարենցի մոտ այդ տրագիզմի շերտերը, ես անկեղծ եմ ասում, ես չերես դե դինջերի երաժշտություն եմ իմ համար գտել, որտեվ այդ երգը լսելով եմ գնացել, սկսել իրան նորից կարդալ, իր մելոդիկան ոնց որ մտքում արդեն ունենալով, ու հետո ասենք սկսել եմ այդ հենց Չարենցի արդեն բառերի մեջ, այդ կա այդ խորը այդպես տրագիզմը, իր բանը, այդ համ այդ լրիվ կտրված կերպարները, որ ինքը ունի, բայց հետո այդ տակը այն որ զգում ես, որ ինքը ձգված, ջղաձգված բան վիճակում է, հետո համես զգում ես, որ ինքը ահավոր սիրում է կյանքը, դրանց ինքը շատ վայելում է կյանքը, в общем, plus դե անցած տարի ինչ որ Չարենցով մի քիչ առիթ ունեցա զբաղվելու, դրա պատճառով տենց վաբշե են, որ տենց բան եղավ, սաղ տեղ անգամ։ Դե ինչ որ բան եկա, որ ես իմ մոտ նույն process-ն ա եղել, որտեվ լինում է դու նենց չի որ դու այդտենց սաղ ջոգել ես ուղղակի որ դու վերցնում ես ու անդադ իր հետ աշխատում ես դու էլ ես բացում քո համար այդ իր մեջի շերտերը որտեվ լինում է դու տեքստը վերցնում ես այնքան որ ինքը ռիթմով բանով նստում է հետո դու իր հետ անդադ աշխատում ես ու հետո որ իրան երգում ես արդեն այդ քո այդ աշխատանքի իտոգն է որտեվ դու իրան լրիվ հասկանում ես արդեն որտեվ օրինակ իմ համար էլ է բացվում իմ երկի բանով մեր բանի միջոցով ինչ որ տեքստեր որտեվ ես էլ եմ իրանց իմ համար տենց բացել նույն Տերյանին այդ նույն մոռանալը ես էլ եմ զարմացել ինքս երկելուց ասել արա բայց շուրինայի կարքին տղեկ են եղել էլի այս մարդիկ այնքան տրֆսա դառը այդ ամեն ինչը որ դու չես պատկերացնում որ այս մարդը ասենք 20 տարեկան է եղել այդ գրելուց մոռանալը լրիվ մանա մոռացանք Հենց այդ второй период, դեման Երևանի շերներում հետո մոռանալ, չէ՞։ Դե top 5-ի մեջ տող մոռանալ էլի լինի։ Մոռանալ ես եմ սիրում մոռանալ։ Ավելացրեցի։ Չէ, բայց հիշում եմ այդ որ առաջի բան վերսիան մենակ sense դաշնամուր էր։ Ես լսում ենք ես ու դու Իվաննան, չգիտեմ Զավեն մեր
наши друзья, здесь пытался меня сказать, чей тут так нельзя, сахсец статься. Зачем давай более так. Что живой, что. Tamam ինձ մեկ էլ այն ամենասկզբից անհանգստացնում է հարց, թե դու ինչ էիր լսում, որտեվ Միկան ասաց, որ ինքը լսում է ամեն ինչ, Հա։ ու տենց թեթևան է այդ հարցին, Я начал с металла, hence. ինչ խմբեր, ասած vocation չի, Thrash, Slayer, Metallica, Megadeth, tens Slayer. Slayer. Այդ շատ հետո գնացի հետ տիպը Zeppelin, Meplin բան այդ սաղետ ռոկը, բայց այդ շատ երկար չծվեց, այսինքն մի անգամից գնացել եմ дեպի այդ պրոգրեսիվ ավելի sense. А ты знаешь, что я извини. top 3 ինչ որ խումբ, որ sense կխորտ կտաս լսել մեր հանդիսատու Animals as Leaders, Intervals, The Dream Theater սա գիտեն, բանա, Pliny. Okay. Pliny. Animals as Leaders շատ եմ սիրում, հա, շատ թույն են։ Դե ավելի շուտ sense բան է, ինստրումենտալ, շատ ծանր, tense bard. Համել պակիստանский qawwali. Це традицион, це բան ռելիգիոզնի, ես ռելիգիոզնի բան չունեմ, բայց պրոստը ինքս հետաքրքիր է, ոնց ասես, սարկած, օրկեստր, բայց sense բան չէ, երկում են ու բան։ Ու ցապեն տարի։ Իտալական ֆիլմ էի նայում, այս վերջերս, այդտեղ ինչ որ իտալական երգեր, ու մեկ էլ ես ջոգեցի, որ влияние нашел на меня музыкальное. Откуда всё это? Ես ժամանակին շատ էի սիրում իտալական այդ սախ էստրադան, ու մեկ էլ այդ իր երգի այդ ձևից ես ջոգեցի, որ այդ իրականում իմ վրա մեծ ազդեցություն է թողել այդ պիպո պուպոյի այդ երգիչները Սանրեմո բաց այդ։ Դից որ իմ տոպը այդ Ռիկարդո Ֆոլի Пик շատ ուրախ է։ Դե նո, на самом деле все меняется всё время, то есть это не значит, что если например, такой тяжелый металл, но все остальное как бы слушаешь или? Չէ, понятно, հասկանալի է, ուղղակի բան է, որ ասիր ծանր է լսում թամամը բանը, պետք է շփոթի հարցեր էլի իմանալ թամամը ինչ է լսում։ Չէ, բայց գիտես ինչ այդ ակիրա որ մարդիկ ասում են, որ բանի նման է, ինչ որ այս խմբի նման է, ման նայում ես ոնց։ Դու մտածում ես вообще ուրիշ խմբերի մասին, ասում ես դե մենք ստեղից ենք վերցրել, դու ասում են, չգիտեմ, massive attack, ասում ես երբեք չեմ մտածել դրա մասին, massive attack։ Հա, որտեվ այդ մասն էլ կա, որտեվ մենք միշտ ինչ որ սկսում ենք իրար բաներ անել, էլի, այս երկի նման են երկի նման։ Ասոցիացիաներ լինի։ Դե կարա լինի, բայց ուղղակի այդ massive attack-ը ընդհանրապես չի մտնում մեր բաների, ոնց է, как это называется, չէ, ստրուկտուրա չէ, որ ինչ որ մի հատ օրինակ ես վերցնում, как это։ Դա ազդեցությունների մեջ է։ Influence типа. Нет, ну когда ты какие-то примеры приводишь, нет? Говоришь вот Цитаты Շմետանուն ունի, ոչ։ Ես մեր բանը, քանի որ ես ու Նարեկը բան էինք, որոշեցինք, որ մի հատ ռուբրիկա պետք է անպայմանելի, որ հարցեր հերոստատիտողների կողմից։ Մի բան չեմ անի, բոլորը չեմ կարդա, հիմա տենց բան չանեմ, բայց հիմնական երկու հարց եկեք արանքից հանենք, մեկը համերգ չեք տալու։ Դեդ մենք էլ բան կանենք, էլ այդ հարցը բոլորին դա դաբար չենք ասում, որ կոնկրետ մեկն է հարցը։ Լիքը մարդ հարցրել է։ Ու համել Դինջիզի համեր։ Ես ասում եմ, ես մտածում եմ, որ մենք ի սկզբանե ընդհանրապես, չէ, ну это же так было, մենք ի սկզբանե ընդհանրապես չենք էլ պլանավորել, որ ինքը ինչ որ համերգային տարբերակ ունենա։ Դրա համար շատ երկար ժամանակ էդի ոնց որ բաներ, կոնցեպտներ իրա, որ ինքը տենց վիրտուալ մի հատ բան է, ինքը ոչ համերգ ունի, ոչ բան։ Այսինքն ինքը մոնետիզացիա ինչ որ ձև չունի։ Հետո մի պահ եկավ այդ արդեն իմ համար, որ ես չէի ուզում, որ այդ լիներ, գիտես, ես ու Թամամը բեմի վրա կանգնած ենք, այնտեղ ինչ որ մինուս է գնում, միացնում ես բան։ Այդ իմ համար ինչ որ աբսուրդ մի հատ վիճակ էր։ Իդեալական տարբերակը կլներ երևի, որ մենք այնտեղ մի հատ, չգիտեմ, օրկեստրով, բանով, այս ամբողջ արանժը իր ոնց ինքը կա, Portishead-ի մի հատ համերգ ունի, ինչպես որ մեկին մեկ, այդ տենց բեք վոկալներով, բաներով սենց, որովհետև ես այդ համերգ չեմ, ճիշտ ասած չեմ հասկանում, այսինքն ինչ է, ես ու Թամամը կանգնած ենք, Թամամը գիտարը ձեռը
այնտեղ միացնում ենք այդ ֆանագրաման, հա, մի մասը։ Դեք կնալ չաթ ոնց հանդիպում ֆաների հետ ու հա, դրանց արդինջս ու դուք ձեր դեմքն այդքան է։ Էլի ես հասկանում եմ, որ մարդիկ երևի կուզենային, ուզում են, էլի, հա, բայց չգիտեմ, իմ համար ինչ որ ուրիշ հարց է, որ ես ինձ էլ չեմ պատկերացնում այդ բեմի բանը։ հա, այդ վիճակում, որտեղ բեմում լինում ես։ լինում եմ, բայց ես չեմ երգում։ Там, ես։ Հա, չեմ երգում։ Да потом люди забывают уже важную деталь, что я уехал в 2014 году. У արդեն, հա, գնում գալիս եմ, չգիտեմ, մի 15 օրով, կարող է 10 օրով, ման, այդ սաղ այդ все это организовать, բան, все это репетировать. Որտե մենք բենդ չունենք, այսինքն միակ տարբերակը այն է, ոնց դե ես հասկանում եմ լիքը խմբեր տենց էլ համերգ են տալի, միացնում են, համա։ Բայց այդ է, որ ես բան ինքը ինչ որ մի հատ գիտար վերցնի ձեռը, ես կանգնեմ, մենք միացնենք ու տենց երգենք, չգիտեմ, երևի։ Բայց որպես մշակում կամ cover Arthur ավելի ճիշտ կասի այդ բառերը, վերջս Dinger's tribute համերգն ես կազմակերպել ու ոնց է այդ եղել էլի, առանց Dinger։ Չէ, դե նախապատմությունն է, որ 19 թվին Արաքելյան Արեգը որոշեց, որ պետք է տենց համերգ կազմակերպի։ 19-ը все-таки. 19-ներ, հա։ Այդ տարի մասնակցեց, բայց ինքը ոնց որ բան տիպիկ Արեգի մոտեցումով, ոնց որ որոշեց այդտեղ տենց լրիվ տենց ինդի ու բան վիճակ կազմակերպի, то есть կատարողների մեծ մասը ոնց որ շատ տարբեր սցենաներից էին, երկրորդը տենց հաճախ մարդկար ոնց որ չերը նվագել իրար հետ, պրոստը տենց ես ու Ալեքսանյան Տիկոն երկուսով հոգիս հիվանդն էինք նորից պատրաստել այդ ժամանակ, вообще ուրիշ ձևի երկանես կամ չգիտեմ մարդկան շո ակուստիկ, տենց ջութակով, դաշնամուրով ու չգիտեմ, մարդկա ռեմիքսներ էր արել, վերջում ֆերմիններ եկել, տենց լրիվ ուրիշ ինչ որ բաներ նվագել, то есть համերգը բաներ, մի քիչ կաշայել էր, մենք շատ հավես ժամանակ անցկացրինք, բայց լիքը մարդ ոնց որ տենց եկել էր դինջից լսելու, Underground էր, այսինքն լրիվ տենց underground-ի վիճակ էր, չնայած ասեմ մի 150 հոգի մարդ կար այդ օրը։ Ինչից հետո այս երկրորդ համերգը, որ վերջերս եղավ, իր իդեան ոնց էր, էլի Արեգը պրոստենց գրեց, ասեց ոնց որ ես էս իդեան տալիս եմ Թոնլաբին, Արեգ։ Այժմ ինքը ասեց Արիան ենք, ես ասի Արիան ենք, ասեց դե ոնց որ իդեան է սա ունեմ, ոնց որ ես ասի օքեյ, ես կկազմակերպեմ։ Ու տենց եղավ։ Ինչ որ կետից պրոստը ես մտածեցի հետեւյալը, որ հայկական ռոքի մեջ իսկապես կան խմբեր, որոնք ազդված են դինջեզից։ Այն իմաստով, որ հայերեն երգելու հայերեն պոեզիայի հետ աշխատելու ու այս խմբերը ոնց որ գոնե երաժիշտների մի մասի համար ամեն խմբում իսկականից ոնց որ դինջիզը ինչ որ հետ կա թողել, լուրջ հետ կա թողել, այսինքն չեմ, ին վրա լիքը հետ կա թողել։ Երաժշտական բանը ես շատ եմ սիրում երաժշտությունը, ինքը իմ մեջ նստած է, այս երգերը սա գիտեմ։ Իմ համար այդպես շատ հույն challenge էր անել, ասենք դինջիզի cover։ Ես ունեմ մեծ խումբ 10 հոգանոց, հետո կարամ անեմ բազմաձայնություն, հետո կարամ անեմ պրակտիկի ինչ ուզում եմ ու տենց համ cover անեմ, համ մշակեմ։ Մյուս խմբերն էլ ուրուն, այսինքն որ շատ նոր սկսող խումբ am տարի ու մի տարուց ավել է որ կան, ասենք իրանց համար է տենց շատ բան, իրանք էլ են հայ պոետներին տենց անդրադառնում, տենց Թումանյան, Համոսահյան, կստացի գժական մշակել են Չարենց չգիտեմ տիեզերքներ, բան, այսինքն բոլոր խմբերը այս կամ այն ձևով տենց ազդված էին ու այս իդեան էր, որ համ թողնել, որ արտիստները ցույց տան ոնց է իրանց վրա ազդել դինջիզը, բայց համ էլ տալ մարդկանց հնարավորություն դինջիզ լսելու համերգային ձևով։ Twin բանը։ Իսկապես 200 հոգուց ավել մարդ եկավ ու շատ բան ատմոսֆերա էր։ Համ երաժիշտները վերջում բոլոր ասել ոնց որ Dinger's connecting people, հա, որտեղ մարդիկ ովքեր այն ժամանակ լսում են ու ես իրանց տեսել եմ այդ ժամանակ ու մի 10 տարի չեմ տեսել։ Այն պիկի ժամանակ Dinger-ի, որ այն պիկը, որ դու նոր ես բացահայտում ու լիքը մարդերը նորա բացահայտել, ասես հայ ես գիտեմ, այդ վաղվա մարդիկ էին, որոնք այս արանքում իրանց ինչ որ ուրիշ փաբերում կամ կլուբերում այդքան չստանան, իրանք իրանց կյանքով են ապրում ու այդ օրը հավաքվել են։ Ինչի կապակցությամբ երկրորդ հարցը, էլի շատ մարդկանցից է գալիս, շատ տարբեր ձևակերպումներով, բայց արդյոք սпасել նոր մյուզիկ։ Ну, в теории, հա։ Ես կարծում եմ, որ կա կա մի հատ բան, որ մենք հիմա սկսել ենք
բայց քանի որ մենք 6 ամիս ենք աշխատում, բացի երկրի, էքսկլյուզիվ բայց ունենք, որ հիմա այսօր կարող է վաղը ինչ որ sense բան միասին բան անենք։ ինքը չեմ ուզում իմաց sense բան անեմ, բայց ինքը այդ ալբոմի ոնց որ վերջի երգն է, ու պետք է լինի, որտեվ ինքը Հասկացա։ վերջացնում է այդ մեր Բայց մի քիչ համբերեք։ Չէ, մենք էլի համբերում ենք, արժի կարդեն 3 տարի սպասում ենք։ Լավ, մյուս հարցերից կա հարց, արդյոք այդ համերգների հետ կապված մեկը հարցում է հարսանիքից կերքեն։ Դե 100% փողին մունատ։ Ես արդեն խոստացել եմ, որ Լուրջ, փողին մունատ։ Ուրեմն լուրջ հարցերից կա մեր ընկերներից մեկը հարցնում է, հեչ մտածել եք ֆիզիկական ռելիզ անելու, այսինքն վինիլ, CD կամ ինչ-որ տենց մի բան։ Առաջարկ եղել է, Այսինքն մենք չենք մտածել, բայց առաջարկ եղել է, մենք չենք մտածել։ Մտածեք, որտեվ մարդ կա, որ ասում է, ասենք, երազեմ ունենամ իրանց վինիլը իմ կոլեկցիայում, ու վինիլը հիմա լրիվ թազա թեմա է, բոլորը սիրում են, то есть եսին որորդ արդեն շունչն է բանանում։ Մի քանի ուրիշ հարց ունեմ, ստեղ ուրեմն դե համերգը հասկացանք, իմ ստատուսի տակ բանը, մարդիկ մտան, սկսեցին գրել օրինակ հարցերի մեջ, գուցե չկանք։ Ինչ եք կարծում այդ հարցի շուրջ։ Դե, скорее всего։ Իսկ ինչ մնաց ձեզ։ Ըստ Վիկտորինա է դառնում։ Մարդկա գրել է ուղղակի մեծատարերով ոչինչ։ Ոչինչ, Շատ դրամատիկ է ձևակերպված հարցը, բայց ուզում հասկանալ, որ իսկապես տենց մոմենտ կա։ Ես ուզում հասկամ ճիշտ հարցը տալու։ Խի եք երկում, Չէ լավ։ որ կիսեք ու մեղմեք մարդկանց ցավը, թե ուզում եք, որ ավելի խորանանք այդ ցավի մեջ։ Չէ, 100%-ով կիսենք ու մեղմենք, 100%, ոչ մեկի ցավը չեմ ուզում, ես հանձնապես չեմ ուզում։ Թամամ ինձ թվում է մի քիչ ուզում, բայց ես Ունեմ մի քիչ այդ սատիստական մոմենտը, բայց չէ, կիսենք, մեղմենք, միասին զգանք ամեն ինչ։ Մի հատ հարց կար, շիրեմ, քո մոտ էր, թե իմ մոտ էր։ Դու կյանքում էլ եք դինջ, թե կամ կյանքում դինջ եք, թե չէ, ընդհանրապես իրականում։ մեկ հա երևի, Եվ որպես պսիխոտիպ էլի այտենց։ Ես դինջ չեմ, չէ, ինձ թվում է։ Ես просто հա Դու դինջ ես ինչի։ Կամ լավ, ես ավելացնեմ բայց հարցին։ չեմ ասի, որ Երկրի դինջերի համար են, թե Չէ, իրականում ինձ թվում է դինջ բառը ընդհանրապես շատ բան է։ Ոչ մի ձև չի բնորոշում այն ամենը, ինչ որ անում եք, ինքը ուղղակի տենց։ բայց հայրը ընդհանրապես ինձ թվում է դինջ են մի քիչ։ Ո՞վ։ Հայրը։ Հայրը։ Հա, դե ժամը 11-ին է սկսում եմ այդ կյանքը երևի։ Հա դե։ Նայած ինչ կյանք։ Նայած ինչ կյանքը։ Ուրիշ հարցեր ունեմ, արդյոք իմ մատները նման են հերումի հուշի։ Ինչու է աղմկում գետը, հարցնա Ֆերվենդի Վակոն։ Տենց տիպի հարցեր են, կարճ ասած ժողովուրդը բան է։ Կարծես ժողովուրդը ոչ մի հարց չունի։ Կանտասիոն սերում եմ քեզ։ Ու ինձ թվում է կարանք մարից հանգիստ թողնենք դինջերին։ Բայց ինչ որ եզրափակող բան է, պակասում չգիտեմ։ Մենակ չասես ինչ կմաղթեք մեր։ Չէ։ Ես չասացի, դու ասացիր։ Իրականում շատ հաճելի էր։ Ինչ որ առումով նաև էքսկլյուզիվ է համ մեր համար, համ ձեր համար, որ այս ֆորմատով համ հերոստատիտողի հարցերին պատասխանեցիք, համ մեր հարցերին։ Հերոստատիսով չի ցուցադրվել։ Հայ, հերոստատիսով չի տալ։ YouTube-ը։ Բայց այս տախնասը մենակ այդպես գիտեմ, էլ հերոստատիտողի հարցերին։ Այս շնորհակալություն, որ համաձայնեցիք հանդիպել, զրուցել։ Ձեզ շնորհակալություն, ինձ համար է շատ կարևոր էր, որտեվ գիտես ինչի, որտեվ ես այս բանը պահանջ ունեի, որ մի քիչ մենք խոսենք, ընդհանրապես որ մենք խոսենք այն մեր կոնկրետ բաների մասին, էսի ոնց է եղել, ոնց է, այսինքն այս կուխնյայի մասին։ Դա համար ես շնորհակալություն ձեզ, որ այդ առիթը տվեցիք, որտեվ ես միշտ սիրում եմ այդ, այսինքն իմ համար կարևոր է, որ ես խոսամ այն բանի մասին, ինչը ես գիտեմ ինչի մասին խոսամ։ Որտեվ առաջ չեք տալիս ինտերվյու կամ ցանկացած ֆորմատի երկուսով մանավանդ իրար հետ
Չէ, երկուսով Քիչ ու վաղուց է եղել, ասիկը մի երկու անգամ եղել է, բայց սենց խոսակցություն չի։ Հենց դինջի։ Կանչել են մեզ, շատ են կանչել այդպես։ Ստեղ մի հատ պահել կա, որ ես ընթացքում խոսում էի մարդկանց հետ, որ պետքա զրուցենք, դինջերի հետ, իրանք համաձայնում, sense ուրախության բան մոտս էֆորիայի մեջ էի ու ասացի, որ առաջ ես մի քանի տարի առաջ փորձել եմ Արեգի միջոցով ինտերվյուի համար համաձայնություն դրանց վերցնեմ ու իրականում մերժել եք, բայց ոչ թե որ մերժել եք, տենց մերժել եք, այդքան երևի լավ չէի համոզել կամ տենց ձերի հետ է Արեգին ասել, կարող եմ դինջերին Արեգ ասաց հարցեցի շուզեցին ու վերջ, այսինքն կամ ավարտվել է, այսինքն բան չկար էլի, ինչ որ տրավմա չի դարձել, բայց Արյունի ասա դարձել է։ Չէ, լավ իմաստով ու ասի որ գեշտալտը փակեց։ Գեշտալտը փակեցի, ինձ պատասխանեցին որ հայ դե երևի այն ժամանակը չէր, իսկ հիմա պահը հասունացավ ու իրականում հենց այդ էր որ համ մեր համար, համ ձեր համար, համ էլ այն մարդիկ ովքեր այդքան տարի լսել են ու հիմա պետք է մի քիչ այդ մասին խոսենք թե ոնց եղավ, ինչից стեղծվեց ու ուրա տանում, չգիտեմ։ Да, там были тоже и попроще причины, ասինքն մի հատ ինտերվյու է տալիս, հետո մի շաբաթից հետո ինչ որ մեկը ասում է, դե նոր եմ տվել, ասինքն նոր ոչ մի բան չկա։ Հիմա արդեն մի քանի տարի անցել են արդեն, չնայած դու ես տվել շուտ տարբեր բաներով Դե ես Ռաֆի հետ եմ Ռաֆի հետ կինոյի մասին, բան, մի քիչ դիզի մասին, ելին դեր ինչ որ ինֆորմացիա կա, то есть разговор какой-то был Հիմա հա, ոնց որ Ես մեկը ավելի dinges oriented podcast էր։ Հա, լրիվ է։ Շատ մերսի ժող։ Ձեզ մերսի։ Մերսի։ Շատ հետաքրքիր էր։ Մեզ շատ հետաքրքիր։ Խորոված եմ ես։ Раз, два, три, четыре։ Լավ դե պիվաները բերենք։ Աղջիկ եկեք, դավաց։ Հավեց լուրջ պիվա ունենք, Հա, Մույս ասում խմել։ Աշտը որ ինչքան նկարում կարենք after party-ը ստեղծենք, մեկը ստեղծենք։ Սում յանկա։ Գիտարը, ես նա ամաչեցի ասեմ, որ